Okay, սպասենք արդիկ միանան թեման կյանքն ԱՄՆ-ում։ Թեման առաջարկել է Վլադիմիրը եւ քանի որ կա պահանջարկ, կա առաջարկ ողջույն խաչո, անգել արմդավող խաչիկ եւ բոլոր նրանք ովքեր միանում են։ Ես Լոս Անջելեսում եմ եւ այս լայվի ընթացքում պատմելու եմ ԱՄՆ-ում իմ կյանքի մասին։ Ում հետաքրքիր է համեցեք, ում հետաքրքիր չի, մի համեցեք։ As simple as that. Եթե ունեք հարցեր, խնդրեմ, կարող եք ձեր հարցերը տալ ինձ։ Ես փորձեմ հրավիրեմ նաև Վլադիմիրին, ով էս լայվի թեմա բանա հեղինակն է լայվի թեմայի։ Սնենք ուրիշ հետաքրքիր մարդիկ։ Անջելա լայվա, Արտյոմը լայվա։ Ռաֆայելը չգիտեմ ով է, բայց հրավիրեմ Знаю. Так, չեմ տեսնում Վլադիմիրին, ինքը առաջարկել է, բայց ցավոք չկա, ինչ արած, ոչինչ։ Hey Angel-ը միացավ մեզ. How are you? What's up girl? Կարաս միանաս մի քիչ բլբլանք իրար հետ ընկերուհի։ Տիկնայք, Տիկին Angel։ Ես դեմ ես քեզ ուղարկում։ Hello Արի։ Արի, ողջույն, դու միացել ես լայվին, ուզում ես խոսաս։ Կտկտոցդ լսում ենք, ձենդ չենք լսում։ Կարողա չէիր ուզում միանայր որպես հյուր լայվի մեջ։ Hello, Վալոդիև adekvat մարդ։ Okay, Արին իր միկրոֆոնը անջատեց, միգուցե չէր ուզում միանար որպես հյուր։ Ես սկսեմ թեման զարգացնեմ, Արի, քո պերսպեկտիվան էլ հետաքրքիր կլինի, որտեվ այս լայվը ԱՄՆ-ում իմ կյանքի մասին է։ Դու էլ Նիդերլանդներում ես ապրում որոշ ժամանակ, դու էլ կարաս քո փորձառությամբ կիսվես կյանքը Նիդերլանդներում, բայց հա հենա Արին, երևի ուզում էր պրոստը որպես լսող միանար, it's okay։ So, սա իմ առաջին տարին է ԱՄՆ-ում։ ԱՄՆ ես եկա անցած նոյեմբերի վերջ, երևի թռիչքս նոյեմբերի 28-ին էր և հիմա արդեն 24 թվի նոյեմբերի 28-ին էր, հիմա մենք արդեն 25-ի դեկտեմբերի մեջ ենք, մի տարի պլյուս մի շաբաթ ու կես արդեն այդքան ժամանակ է, որ ես ԱՄՆ-ում եմ։ Hallelujah. Praise be Darwin. Thank you սրտիկների համար։ Hi the moon. Hello. Բոլոր լայքողներին thank you սրտիկների և ապագա նվերիկների համար։ So, այս մի տարում ինչ ա եղել իմ կյանքում։ Thank you Արի, thank you լայքերի համար, thank you։ Այս մի տարում ես ստացել եմ ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն, որը շատ կարևոր ձեռքբերում էր իմ համար։ Դիմել եմ ապաստանի, հետո ստացել եմ աշխատելու թույլտվություն և Social Security Number, SSN, և էդ էլ է կարևոր։ Շատ լավ է, դեմունը հարցնում է, consider yourself as a feminist. To be honest, not really. I don't like the word feminist. I like the idea of gender equality and gender diversity, but I don't like the term feminist. Because femina means woman. Feminist, like, speaking of the term, it's as if I am for women. Well, if you're for something, you're against something. Are you against men? Is it like there are two teams playing and you're for this team and you're against that team? I
understand that feminists are against patriarchy, but there are different types of feminism, right? And I don't like the term per se, I mean for myself. But we will agree on a lot of things with feminists. Այո, հայրիկ, ԱՄՆ-ը չգիտեմ, խիագրում baby, ես իրան չեմ ճանաչում, that's unusual. Anyway, so yeah, աշխատելու թույլտվություն, social security number ստանալը եւ օգոստոսին արդեն իրավունք ստացա այստեղ աշխատել ԱՄՆ-ում ու միանգամից գտա աշխատանք հենց օգոստոսի վերջ հետաքրքիր է hello 005 դե աշխատում եմ ապրում եմ իմ համար ստեղով լայվեր չի անում ուրիշ TikTok-ի channel եմ բացել հա լավա հիշեցի դες քաջալեր եմ այնտեղ գրանցվել չգիտեմ հայերեն content քիչ եմ անում մեկ-մեկ միգուցե այնտեղով անեմ հիմա գրեմ նրա բանը անունը reply անեմ 005-ին, ուրեմն իր այն մյուս TikTok-իս անունն է newint.com let me just double check գրանցվեք այդ մեկին, որտեվ TikTok-ը կարևորում է, էլի քո օգտահաշիվը որտեղից է բացված geolocation-ը newint.com այո հեսա screenshot արեք ու այս newint.com-ին գտեք ու այնտեղ subscribe եղեք, okay? Yeah. Այնտեղ եմ էլի մի խոսքով ավելի շատ։ Հիմա մոնետիզացիա ես ունեմ YouTube-ում, Facebook-ը վերջապես monetization միացրեց, yay, արդեն 10 cent աշխատել եմ ես մի քանի օրվա ընթացքում, երև 3 չի առաջ օրը բան արեց, Facebook-ը միացրեց, ու դրանով ինձ նոր բան արեց, լայվեր ու կոնտենտ սարքելու, նոր մոտիվացիա տվեց, ես կապիտալիստ մարդ եմ, էլի։ So, այդպես, կյանքն ԱՄՆ-ում։ Հիմա ես աշխատում եմ որպես tutor, դասապատրաստող, այստեղ մեր մոտի դպրոցներից մեկն էր ինձ ուղարկում իմ tutoring կազմակերպությունը, այսինքն ինքը մասնավոր դասապատրաստման կազմակերպություն է, ով համագործակցում է պետական կամ հանրային դպրոցների հետ այստեղ, եւ ես մեր դպրոցներից մեկում աշխատում եմ երեխեքի հետ, դասապատրաստում եմ անում հենց դպրոցում, it was fun, մի քանի ամիս այդտեղ աշխատեցի, մեծ մինուսը այն էր, որ շատ էին ընդմիջումները, ցավոք սրտի, ասենք մի շաբաթ Thanksgiving-ի արդիվ էր ազատ, մի շաբաթ այնտեղ ուսուցիչներ, ծնողներ հանդիպումներ էին լինում, հիմա էլ ամիս ու կես տանն են կրնելու, դեկտեմբերի այսօրվանից, այսօր վերջին օրն էր, մինչև ամբողջ հունվար, մինչև փետրվարի 2-ը So, ցավոք սրտի դրա համար ես արդեն այլ աշխատանք եմ անգալիս, որտեղ շատ են ընդմիջումները, թե չէ I love this job։ Կկարոտեմ իմ երեխեքին, բայց այդ իմաստով հարմար չի, էլի, որ ընդմիջումները շատ են։ Հələ հանրային տրանսպորտով եմ երթևեկում, Երևանից մեծ է Լոս Անջելեսը, մի ամբողջ Հայաստանի Հանրապետության չափ բնակչություն ունի, բայց հանրային տրանսպորտը երբեք այնքան լիքը չի լինում, ինչքան Երևանում է լիքը լինում։ That's interesting։ Ստեղ մեր մոտ տոմսը արժի $1.75, կարաս քեշով վճարես, կարաս քարտով վճարես, այդ երկու հարմարություններ կա, և եթե քիչ ես վճարում, երբեք վարորդը ոչ մի բան չի ասում, մի տարի չեմ լսել, որ վարորդը ինչ-որ բան ասի, այն մարդկանց, ովքեր ասենք $1 են գցում, կամ ընդամենը մի քանի կոպեկ են գցում, ու պարբերաբար վարորդները իրանք անվճար են տեղափոխում, մեկ-մեկ սարքի խնդիրն է, բայց երբեմն հենց իրանք փակում են այդ իրանց բանը, չգիտեմ բոյկոտ է լինում, թե ինչ է, թե հատուկ օրեր է, բայց պարբերաբար լինում է,
Ну մոտավորապես ամիսը մի անգամ, երբեմն երկու անգամ, որ անվճար ասում են մի վճարի գնա առաջ, ցույց են տալիս, that's interesting, էլի։ So այդ իմաստով լավ է, որ չեն պարտադրում էլի անդադ այդ $75-ը մուծես։ Ուրիշ ինչ պատմեմ ձեզ ԱՄՆ-ից, փորձում եմ վարորդական իրավունքների համար քննություն տամ, երկու level-ից է, մեկը կոմպյուտերի դեմն ես տալիս, տեսության գիտելիքները, մյուսը հետո արդեն ավտո քշելը։ Ես երկու անգամ չեմ հանձնել իմ կոմպյուտերի թեստը, so հիմա ChatGPT-ի հետ ամեն օր դասեր եմ պատրաստում, սովորում եմ այդ թվերը, ես զզվում եմ անգիր անելուց, երկու անգամ էլ այդ զզվելի թվերի պատճառով ալկոհոլը ինչքան պետք է լինի արյան մեջ, 0.08, չգիտեմ, այստեղ արագության մաքսիմումը որն է։ Նյա հասկանում եմ, որ այդ գիտելիքի մի մասը պետք է, մի մասն էլ անիմաստ է, so հիմա արդեն այդ ցավոք իմ չսիրած զուբրիտի վրա եմ նստում, որ հունվարի մեջ երևի կամ փետրվարին կհանձնեմ երրորդ անգամ վարորդական իրավունքս։ I think ես անգամ կստանամ, որտեվ ուզած չուզած արդեն գրում եմ այդ անտեր թվերը, որ անգիր անեմ, թե որտեղ արագությունը ինչքան է, լիմիտը, ինչ թվեր կան եւ այլ սրտուզիվիլներ։ So ավելի sense chat-ին եմ պատրաստվում, ռուսերեն ասած մանրակրկիտ, որպեսզի վերջապես հանձնեմ։ Գրանցեցի, այստեղ կոչվում է DBA, doing business as, որպես trademark-էր գրանցեցի New Intellectuals Community եւ New Intellectuals Tutoring, այդ երկու անունները հիմա ինձ են պատկանում 5 տարով ԱՄՆ-ում եւ մի քանի շաբաթից կարամ բանկում օրինակ բան բացեմ, հաշիվ, բիզնես օգտահաշիվ բացեմ, բիզնես հաշիվ բացեմ եւ հարկերը վճարելու առումով ու ուրիշ ինչ-որ առումներով ասում են ավելի հեշտ է ու հարմար է, ու Լոս Անջելեսում կգրանցվեմ որպես նաեւ բան էլի անկախ դասապատրաստող, ոնց որ անհատ ձեռնարկատերի նման, բայց ոչ թե իմ անուն-ազգանունով, այլ նաեւ կարամ արդեն նոր մտավորականների բանով, wow, Գայանե, thank you, Գայանե, like-ի համար եւ thank you gift-ի համար, that's very pleasant, շատ հաճելի է, merci։ Դուք որտեղից եք Գայանե, ԱՄՆ-ից եք մեզ միացել, թե Հայաստանից, բարև ձեզ, եւ thank you նաեւ սրտիկների, ասիկների համար, merci շատ։ So, attends, այսինքն գնում եմ առաջ, այստեղ ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում, ավելի մասնավորապես San Fernando Valley-ում եւ Van Nuysում իմ ծրագիրն է ծաղկել, Հայաստանում գոյատևելու ռեժիմից, չնայած այնտեղ փորձում էի, բայց այնտեղ միջավայրը լրիվ ուրիշ էր։ Այստեղ ես արդեն թռնում եմ ու պատրաստվում եմ արդեն համալսարան ընդունվել, մագիստրատուրա վերջապես մագիստրոսի կոչում կունենամ Հայաստանում, ինձ թույլ չտվեցին դա անել, խտրականացրեցին, ուզում էի թեման գրեի հոմոսեքսուալության պատմությունը միջնադարյան Հայաստանում, թույլ չտվեց մեր դասախոսներից մեկը, ընկեր Պիկիչյանը, այստեղ այդ խնդիրները չկան։ Ինչից սկսենք անգլերենի ճիշտ ուսուցումը, հարցնում է Լիլիթը։ Ճիշտն ասած, թեման հիմա անգլերենի հետ կապված չի Լիլիթ, բայց okay, why not, կարամ դրան է պատասխանեմ, եւ thank you, merci սրտիկների համար։ Բոլորդ կարող եք հետևել Գայանեի օրինակին, Լիլիթ ջան, դուք որ կոմենտը գրել եք, ձեզ եմ քաջալերում թափ անել, ես ձեզ կտամ պատասխանը ձեր հարցի, դուք էլ ինձ լայքեր տվեք։ Win-win, հաղթող մոտեցում։ Ես ձեզ, դուք ինձ, որպեսզի լինի փոխադարձ օգտակար։ So, անգլերենի ճիշտ ուսուցումը ինչից սկսել։ Սկսել ճիշտ տեսլականից, ճիշտ ընկալումից եւ ճիշտ նպատակներ դնելուց։
լեզու սովորելը երկար, դանդաղ process է, thank you, Lilith-ը սկսեց like-ել, thank you very much, պետքա մի կողմ շպրտել այդ ստերեոտիպները ու վատ գովազդները, որ որոշ դասապատրաստողներ իրանք էլ են անում, թե սովորեք անգլերեն 3 այտենց բան չկա, կարելի է շատ պրիմիտիվ ինչ-որ բան սովորել, բայց իրական անգլերեն խոսալու համար բարև ձեզ, մեզ պետք 2-ից 4 տարի, այո, դուք էլ խաղացինք, մեզ պետք է անգլերեն սովորելու համար 2-ից 4 տարի, ոչ թե 3-ից 6 ամիս, եթե ուզում եք ազատ խոսալ ու անգլերենով, thank you վարդի համար, կհան է, դրա համար սկսեք դրանից, Ժողովը 6-3-ի մեջ ով կարա խաղա։ Սպրտեք այդ վատ բաները, գաղափարները, թե անգլերենը կարելի է սովորել 3 կամ 6 ամսում, կարելի է արտահայտություններ սովորել, որպես տուրիստ գնալ ու մի քանի բան խոսալ, շատ սահմանափակ, իրականում YouTube-ում ես ունեմ շատ նյութեր այս թեմայով անգլերենի հետ կապված, կարող եք YouTube-ից ուրեմն գտնել New Intellectuals Community, edge-ը տենց է կոչվում, հիմա գրեմ, բայց կոմենտները անհետացել են, live-ի պատճառ չէ հեսա Lilith, հիմա ձեր կոմենտին եմ պատասխանում և գրում եմ YouTube-ի սալիքյանը նույն բանն է էլի պրինցիպես YouTube-ի New Intellectuals Community, գտեք, այսա 2 հատ կա YouTube-ում, գտեք ավելի մեծը, որ 5000-ից ավել բաժանորդ ունի և ընդ է պլեյլիստերի մեջ տարբեր պլեյլիստեր ունեմ, համ անվճար անգլերենի դասեր, համ էլ այսենց վիդեոներ, թե անգլերենը ոնց սովորել և այլն, դրանք ուսումնասիրեք, ընդեղ ես ցույց եմ տալիս շատ օգտակար վեբսայթ, օրինակ New English Profile, ինքը ուսուցիչների համար է, բայց բացատրում եմ ինչա, ոնց է, քանի հազար բառ պետք սովորել, քանի 100 քերականական կետ պետք անցնել, այդտեղից սկսեք։ Եվ ChatGPT-ն շատ լավ գործիք է, ինքը մեկ-մեկ սխալներ թույլ է տալիս, մեկ-մեկ անճշտություններ ունի, ես օրինակ աշակերտներիս համար պարբերաբար իրանով վարժություններ եմ սարքում, 100% չի ճշգրիտ, բայց գոնե 85%-90% ճշգրիտ է։ ChatGPT-ին էլ հարց ու փորձ արեք, հետը էքսպերիմենտներ արեք, չեմ կարծում, որ ինքը այն լեվելին է, որ ուսուցչին փոխարինի, բայց որպես օժանդակ գործիք ինչ-որ գաղափարներ, ուղղություններ կարա տա։ Ձեր հարցին հուսով եմ պատասխանեցի։ Դրանից հետո արդեն հասկացեք, որ մի քանի հազար բառ ձեզ պետք սովորել և դա տևելու է 2-ից 4 տարի ու մարդ կա, որ 4-ի տեղը իրան 5 կամ 6 տարի է պետք, դուք հասկացեք ձեր արագությունը և ընդունեք այն փաստը, որ ինքը երկար, դանդաղ process է, ես սենց խորհուրդ կտամ։ Ուրեմն Արին գրում է, Հայաստանում անգամ կրթությունը դրված է տոտալիտար հայկական ստերեոտիպների վրա, այո, իհարկե, այո, ես 2000-ականների հանրապետականների դարաշրջանի համալսարանով եմ անցել, կեղտը, վայ, ֆաշիզմը, հայուգենիզմը թափում էր մանկավարժականում, դա ուժս էր, ուժս, հայերը հնագույնն են, լավագույնն են, հեսա գիչքը գտնեմ, ցույց տամ, Աստեղ էսի right side NGO-ն է հրատարակել ես գիչքը, հեսա թեքեմ էկրանը ցույց տամ, հեսա flip camera, փոխակերպման ուղիներ կոչվում է, հայ քվիր պատմություններ, 12 մարդկանց պատմություն է և այդ 12-ից մեկը նաև ես եմ, եսա գտնեմ ցույց տամ և նաև մասամբ, չեմ հիշում, ինձ թվում է համալսարանից քիչ բան եմ ներառել, բայց մասամբ հեսա, ինչ-որ կտորներ իմ կրթական ճանապարհորդությունից ներառված այս գրքույկի մեջ, ես եմ նոր մտավորականների պլակատիկով, չգիտեմ, այս կոնտեքստում Վլադիմիրին եմ հիշում, ափսոս ինքը ստեղ չի, բայց YouTube կգցեմ այս լայվը, ինձ թվում հեսա մանկական հիշողություններից ծայրահեղականը դպրոցում պատմության ուսուցչուհին, այո, դպրոց համալսարան, վայ, են ինչ գարշելի բաներ, սա ես համալսարանական էի, որ սենց գրում էի,
Տենում ես այս սվաստիկայի նշանները, այս ես ինքս եմ մշակել, այսինքն իմ ուղեղը այնքան էին փդացրել, լվացել, որ ես հատուկ սենց բաներ էի, սիմվոլներ էի բանարել, սարքել, հա, սվաստիկաներով, պատկերացնում եք, 16 տարեկան բանի համալսարանականի ուղեղ, ոնց էր համակարգը, հանրապետականների համակարգը այլասերել, հա, որ ես սենց բաներ էի անում, ես կարդում էի այն Բեխավորի գործը, Mein Kampf-ը եւ նշումներ էի անում։ Ու դա նաեւ համալսարանական ու ամբողջ այդ հայուգենական կեղտոտ, այդ Ղարաբաղ կոմիտեական բանի կոնտեքստում, հա, կեղտի կոնտեքստում, որը 90-ականներից Վազգեններ եւ այլ Մոնթեներ պղտորել էին, հա, այդ ամբողջ հասարակությունը։ Ռուս փիլիսոփա Գերցենի խոսքերով ասած սիֆիլիսի պատրիոտիզմ էին տարածել Հայաստանի Հանրապետությունում։ Այտենց, օքեյ, մենք ես խաղացինք, հիմա ոնց ենք դուրս գալիս այս ընդհանուր բանից, co-hosting երևի այս կոճակով disconnect, yeah, here we are, որ համալսարանում եք սովորել մանկավարժականում, խնդրեմ Լիլիթ, գրում շնորհակալ եմ Լիլիթը, thank you, հետևի դրոշի հետ կապ ունես, այո հոմի, կապ ունեմ, այդ համայնքի անդամ եմ եւ ակտիվ ակտիվիստ Գալուս Սահակյանի անվան համալսարանի գոհարներից։ Այո, հոմին շատ է հետաքրքրում այդ հարցեր երկու անգամ ատավլել։ So, այո, Արի, դու ճիշտ ես, այդ տոտալիտարիզմը շատ գարշելի էր պետական բաներում, համայնքներում, հիմա ուզում են մի փոքր փոխեն կրթական բանը, այդ ամբողջ կեղտը, եւ իհարկե լիքը ուսուցչուհիներ կան, որ նույն թույնը եւ ատելությունը փորձում են անընդհատ վերարտադրել։ Ինչ որ մեկը գրեց արա, Հիմա դմոնը գրում է, but I think America is not the best place for LGBTQ people because of the Trump. Well, Damon, still, it depends on the state. For instance, California is haven and heaven, and it's wonderful. It's a very good place to be in, even right now. There are some bad conservative states where you shouldn't be as an LGBTQ person, but there are also like very open-minded states where LGBT people, non-binary people, trans people are very accepted. So LA is very good in that respect, okay? Yeah, խնդրեմ հարցեր, կոմենտներ, մեկնաբանություններ, կարծիքներ կարող ենք շարունակել։ Կյանքն ԱՄՆ-ում գրում եմ գիրք, գրում եմ ինքնակենսագրական գիրք, որտեղ այս սաղ կարծիքներս, տեսակետներս ամեն ինչը կիսում եմ։ Մեկ մտածում եմ գրքի 90%-ը պատրաստ է, բայց հետո հիշում եմ, որ օքեյ, լիքը էլի գրելու բան կա, so չգիտեմ այդ գիրքը երբ կհելնի, արդեն հլդենամ քանի էջագրվել այդ գրքում։ Հարուրինն է ոնց որ, I think, ինձ թվում է 109 էջ գրվել արդեն, գիրքը գայան է, երկու մասից է բաղկացած, գրքի վերնագիրը իդեպ ես սարկազմով դրել եմ ազգի տականքի օրագիրը, ազգի տականքը ես եմ, այդ Նժդե Համոլների սիրած բաներից է, արտահայտություններից է։ Գրքի առաջին մասը իմ ինքնակենսագրությունն է, լիքը փորձեր, լիքը թույն ատելություն, նաև լավ բաներ, հա, իմ ոնց որ կյանքի պատմությունն է,
որի հիման վրա կարելի է սերիալ նկարել X Factor-ի ելույթը եւ այլն եւ այլն։ Երկրորդ մասը գրքի ինքնօգնության ձեռնարկա, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ուզում են ծաղկեն, ոչ թե գոյատևեն, ոնց անեն, որ չգիտեմ, ինքնասպանության մտքերից հեռու լինեն, ոնց պլանավորեն իրանց կյանքը, որ օրինակ իմ նման, եթե իրանց չեն գտնում այդ հասարակությունում, այո, դիզիդ գեյմ ոնց իրանց օգնեն, հա, գրքի երկրորդ մասը ինքնօգնության ձեռնարկա անձնային ու մասնագիտական աճի համար, որ ոնց գտնես քո կյանքի կոչումը, ինչ մասնագիտություն արժի ընտրել, ոնց հասնես նպատակներիդ, ֆինանսական, մասնագիտական եւ այլն, հա, գրքի երկրորդ մասը դրա մասին է, thank you ժողովուրդ, thank you շատ սրտիկների համար, արդեն 2200 սրտիկ ունենք, եկեք 5000-ի գոնե հասնենք, okay, thanks a lot։ Հիմա մեր հյուրերից, եթե մարդիկ կան, ովքեր կուզեն միանան, հարց ու փորձ անեն, you are welcome, կարող եք request ուղարկել։ Միակ պահանջը փոխադարձ հարկանք, եթե գալու եք կֆրտեք կամ չգիտեմ, տենց ապուշ բաներ, մի անգամից բլոկվելու եք ու էլ չեք ունենա հնարավորություն իմ հետ շփվելու, okay։ So ավելի լավ է փոխադարձ հարգանքով։ Ուրիշ ինչ, ըստեղ այնքան շատ են հնարավորությունները։ Վայ, սեքսուալ ճամփով է տանում դիսիբը։ Այո, ինձ իմ կյանքը շատ լավն է, բազմազան է, շնորհակալություն հարցի համար։ Այո, դիսիբ, պարբերաբար զբաղվում եմ։ So, ԱՄՆ-ի մասին երկու բան են ասում, the land of the free and the land of opportunities, ազատների երկիրը եւ հնարավորությունների երկիր։ Ես շատ եմ սիրում այդ երկու արտահայտությունները ԱՄՆ-ի մասին, որտեղ դու կարաս վերնև հելնես ըստեղ, հա, ինքդ քո անձնական ջանքով, խելացի աշխատանքով, networking-ով, եւ ես մի հատ այնպես կազմակերպություն եմ գտել, շնորհակալություն նաև իդեպ Մետային, Facebook-ին, Instagram-ին, ինտերնետին, խելքին, արհեստական բանականության, որտեվ իրանք այդ գովազդները հարմարացնում են մեզ, հա։ Շատ մարդիկ չեն սիրում, դա ասում են, վայ, իմ privacy-ն, իմ անձնական կյանքը խի պետք է այդ մեծ կազմակերպությունները իմանան ինչ եմ ես սիրում, ինչ չեմ սիրում, որ ինձ գովազդեն, ես սիրում եմ դա, որ գովազդներն ու ամեն ինչը հարմարացվում է ինձ, որտեվ չի կարա, եթե չգտնեի, եթե չլիներ տենց, այդ գովազդը ինձ չերել կա, բայց հիմա գտել եմ կազմակերպություն ԱՄՆ-ում, որը օգնում է ներգաղթյալներին, իմիգրանտներին աշխատանք գտնելու հարցում, նոր մասնագիտություն ձեռք բերելու հարցում, անվճար քոուչինգ է տալիս, հա, եւ ես ներգրավվել եմ իրանց ծրագրի մեջ Upwardly, այդ կազմակերպության անունն է Upwardly, եթե ԱՄՆ-ում ապրող հայեր կան, անգլերեն պետք է, բայց լավ իմանաք, կարող եք օգտվել։ Ու Upwardly-ն հիմա ինձ տվել է հասանելիություն Coursera-ի վճարովի կուրսերին, եւ շատ դանդաղ ես հիմա Coursera-ով սովորում եմ արհեստական բանականություն եւ prompting, այսինքն այդ արհեստական բանականության, օրինակ ChatGPT, Gemini, Grok, իրանց հարցեր տալը, հա, ոնց ճիշտ գրագետ ձևով անել, ու որոշ ժամանակ հետո դառնալու եմ դասընթացաբար այս թեմաները ոնց որ մարդկանց սովորացնեմ, թե ոնց անեն, so իմ հեռանկարները հիասքանչ են ըստեղ, ես ինձ զգում եմ մարդ, ես ինձ զգում եմ սիրված, արժևորված, գնահատված, ըստեղ նաև գնում եմ college, Los Angeles Valley College, LAVC, այնտեղ մենք ունենք առանձին LGBT center, պատկերացնում եք college-ում, համալսարան էլ չի, college-ը, հա, բայց college-ում արդեն թինեյջերների համար, մեծահասակների համար կան շատ հնարավորություններ ու ֆանտաստիկա, իմ համար ֆանտաստիկ է, մեկի համար կարող է ֆանտաստիկ չլինի, ամեն մեկը իր ճանապարհը ունի, իմ համար շատ լավ է, որտեվ իմ նպատակակետն է ծաղկել, հա, վերև բարձրանալ, աճել, ու ես ակտիվորեն
շարժվում եմ այդ ուղղությամբ։ So կյանքն ԱՄՆ-ում իմ համար շատ լավ է։ Մի քանի տարի Հայաստանում շատ լարված զզվելի կյանքից հետո վերջապես ես ոչ միայն շունչ եմ քաշում, ոչ միայն վերքերս եմ բուժում, ոչ միայն ապակինվում եմ ատելությունից, հա, եւ լիքը վատ բաներից ու թունավոր օդից, որը նաեւ մարդկանց ներքին թույնի դրսևորումն է այդ թունավոր օդը շրջակա միջավայրում, հա, 30 տարվա կուտակված։ Ես նաեւ ծաղկում եմ։ So Վլադիմիր ջան, որ պատվիրել էր, առաջարկել էր այս թեման, այս ոնց որ քո հարցերի պատասխանն է, էլի ոնց է կյանքը ԱՄՆ-ում։ Իհարկե կան բաներ, մարտահրավերներ, բայց որտեղ չկան մարտահրավերներ։ Սրտանց մաղթում եմ քեզ հաջողություններ։ Thank you Marish, thank you so much. High five քեզ Marish ջան։ Ինձ բարին կամեցողին, ես էլ նույնն եմ կամենում, so պոզիտիվ էներգիան ուղարկում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են այս լայվը, ովքեր թափ են անում սրտիկներ ու նվերներ են ուղարկում, ովքեր որ արժանի են լավին։ Կարամ մի երկու բան էլ ցույց տամ, իմ սենյակը մի քիչ թափտված է, բայց կարամ ցույց տամ, մի քիչ տունը ցույց տամ եւ գործիքներից մեկը ցույց տամ, թե ինչ եմ ես անում, բարև ձեզ Լիանա։ Да. Դուք Հայաստանում եք։ Интеллектуалком. New Intellectuals Community, այո, Նոր ինտելեկտուալի։ Դուք Հայաստանից եք միանում։ Լույսա երևի, հա։ Այո, Ես Լոս Անջելեսում եմ։ ինչպես Ես Լոս Անջելեսում եմ ասում եմ։ ուրախ եմ ձեր համար։ Շնորհակալություն։ Երբ որ Հայաստանում էի, ապրում էի Զեյթունում, դուք որ ասում եք։ Աչափնյակ։ Okay։ Լավ, ես շարունակեմ իմ լայվը, բայց ձեր ձենը չեմ անջատում, եթե դուք էլ հարցեր ունենաք, կարաք տաք, հա, ես շարունակեմ իմ թեման խոսալ, okay։ Խազային բարին։ So, հիմա ես ձեզ ուզում եի ժողովուրդ ջան ցույց տայի իմ սենյակը։ Okay, թափթփվածությանը չենք նայում քննադատում։ Սրանք իմ բույսիկներն են։ Հավես ես սիրում եմ, էսի բանա խուրմայի սերմից եմ աճացրել։ Սա մտածում էի յավնյա, բայց հետո պարզվեց ուրիշ բանա։ Այստեղ ավոկադոյի սերմ եմ դրել, տենանք կաճի թե չէ։ Էսի սենյակի օդը մաքրող լավ բույս է։ Так, այստեղ լույսը շատ լույս է, ԱՄՆ-ում այս սրանք։ Իսկ հետո տեղափոխվելու, հա։ Ինչ։ Բաց գրունտի։ Գրունտի։ Բաց գրունտի տեղափոխ։ Միգուցե, եթե ինքը լավ աճի, այստեղ մեր տանտերերը ունեն հող։ Կարելի է տեղափոխել։ Կամ բաց գրունտ, կամ ավելի։ Շատ փոքր է, էլի ավոկադոյի բանի համար։ Հա, դե հասկանալի է, որ փոքր է, բա կամաց ես իրան պետք է տեղափոխեմ ավելի մեծ կոնտեյներներ, որ ինքը նորմալ աճի։ Հասկանալի է։ Իսկ մանդարին, ապельսին ունես։ Մեր տանտերերը ունեն, այստեղ շատ է տարածված, ելնում ես փողոց, շատ, դաժե մեր թաղապետարանի մոտ, բանի, հենց ապельսինի ծառա աճում, ու քո համար քաղում ես, ուտում ես, լիմոն, բան, են դառը, Ցիտրուսային մի խոսքով, հա, լայմ, շատ հավես է։ So, այստեղ քանի որ ըստեից շատ լույս է թափանցում, ես կտորներ եմ արել, սենց իմպրովիզ եմ արել, կնոտ կեքով, այսի իջացնում եմ գիշերը, որ ավելի շատ խավար լինի, որտև մարդու բանի օրգանիզմի համար լավ է, որ լրիվ խավարի մեջ ես քնում, որտև մելատոնին արտադրում մարմինդ, երբ որ լրիվ խավար է սենյակում։ So, էսի սենց մի փոքր զարդարել եմ սենց բաներ, սենց ամանորյա, բայց կլոր տարի եմ թողել, ես սիրում եմ լույս, էսի ինձ դուր եկա մի տեսակ զոդիակների արևի հետ կապ ունի, տենց զոդիակներին չեմ հավատում ընդհանուր, բայց չէ, ես սատարում եմ Ուկրաինային, Սլավա Ուկրաինե եւ շատերը այս դրոշի մասին են հարցում, այո, LGBT դրոշն է, նույնպես սատարում եմ։ Ես իմ պուպուշ խաղալիքը ցույց տամ։ So cute։
Okay, սա ընդհանուր սենյակն է, սա էլ տունն է մեր ընդհանուր։ Լոբասենյակ հաձեր կոմենտները հեսա կնայեմ ժողովուրդ։ Okay. Են էլ դուսակի կտորեր էսի։ Էս դրոշն է, ամենը դրոշն է։ Գիտեմ, կատակ եմ անում։ Okay. Ստեղ էլ 48 штатов и 2 отдаленных. Да, ասել մեր roommate այսօր։ Аляски, Гавайи. Բելարուսի Аделина, здравствуй. որտեղ մեր մոտ բանա իմ roommate-ները Բելարուսից են, սո դրա համար սա Տիխանովսկայան է, իրանց ընտրված նախագահը։ Ասենց, այսօր մեր տունը։ Всё. Հիմա аллилуйя, аллилуйя. Можно спросить, арендуете или собственность? Нет, я арендую. Это не моя собственность. Ясно. Мой первый год в США. Բայց տանտերերը հայ են, այդտեղ շատ են հայերը։ Երբ որ Հայաստանում եմ, ես մտածում եի հայերը դե որտեղ են Glendale եւ Little Armenia, բայց շատ են կամ են տեղ ամբողջ Los Angeles-ով։ Ես Van-Nuysում եմ ապրում, հորքուրս էլ աստե 20 տարի երևի կամ 17 տարի։ Ու լիքը հայեր կան ես մեր փողոցներում, թաղերում, սո մենք ամեն տեղ ենք ժողովուրդ։ Ձեր կոմենտները հարցերը կարող եք գրել ու մինչև էլ մի բան էլ ցույց տամ, նաև կարող եք tab անել, որտեղ մենք battle-ի մեջ ենք։ Սա էլ անձնային ու մասնագիտական աճի համար ես ինչ եմ անում, առաջին գործիքը Էս որ հնարել եմ իմ համար, սենց օրերի եմ բաժանում, ու օրերի մեջ գրում եմ, թե ամենակարևոր բաները որոնք, հա, ու լիքը դատարկ տեղել եմ թողում, որ հետո լրացնեմ, օրինակ ստե աշխատանք, հետո DMV նետի վարորդական քննությունների համար, Coursera, այդ Coursera-ն է, որ նոր պատմում էի, որ սովորում ես, նոր որակավորում ես ձեռք բերում, հոգեբանի մոտ այցելություն, ակնոցների պատվեր, ու սենց Chloe-ն իմ աշակերտներից մեկն է, գնում եմ իրանց տուն, ըստեղ մեր մոտ Van-Nuysում, ու իրանք Van-Nuysից մի քիչ աճ են, San Fernando Valley-ում պարապում եմ անգլերեն իրանց հետ, so էսի շատ օգտակար է, որտեղ վիզուալ սարքում է, օգնում է քեզ բան անես, էլի, տենաս պլաններդ ու մի քիչ հեռախոսի էկրանից կտրվես, և երբ որ ինչ-որ բան անում եմ, այսենց ներկում եմ, որ ինձ մոտիվացնեմ, ուրա, էսի արեցի, սրան հասա, սո էսի լավ գործիք է, և նոր գործիք, որ հնարել եմ, ամենակարևոր մի քանի բանը վեկալում եմ, թե ինչն է իմ կյանքում, հիմա կարևոր է, վարորդական քննությունները, Coursera-ի կուրսերը, նոր աշխատանք, համալսարան ընդունվելու սպանել լիքը, միշտ լիքը սենց բաներ կա անելու, վիտամիններս խմել, կրեմները մաշկիս համար ու ամեն օր հենց այս սրանցից մեկ ամեն պտիչկա եմ դնում դեմը ու սա ինձ միշտ հիշացում է, թե այս ամեն օրվա ընթացքում ես ինչ եմ ուզում հասնեմ այդ օրվան, հա, so 3-ից 5 ինձ թվում է բան արժե գրել, որ շատ չլինի ու ամեն օր սենց պտիչկեքը շարելով պետք է գնամ, so այս էլ անձնային ու մասնագիտական աճի համար, հա, տենց օգտակար ինչ-որ խորհուրդներ, հիմա կոմենտները նայենք։ Здравствуйте, Лало. Դուք համասերամոլ եք, էդ լավ բառ չի, ժողովուրդ, համասերամոլը բացասական բառ է, հա, ես գեյ եմ, ոչ բինար գեյ մարդ եմ, okay, տենց կարանք ասենք, համասերամոլի տեղը նույնասեր, կարող եք ասել, նույնասեր ական չնայած այդ ականը ես չեմ սիրում, նույնասեր մարդ, ես օրինակ տենց կասեի, այո, so ուրիշ ինչ կարամ պատմեմ ԱՄՆ-ում կյանքի մասին, ընդհանուր ես ինքս գոհ եմ, այս էլ կազմակերպությունն է, որտեղ դասընթացավար է աշխատում, Mundo Academy կոչվում է, կարող ենք flip անել, հեսա, Mundo-ի հետ եմ աշխատել, ինձ թվում է, կարամ էլի շարունակեմ, բայց 1.5 ամիս արձակուրդ, հա, ես իրանց էլ ասեցի, որ ես պետք է փնտրեմ ուրիշ գործ, որտեղ չեմ կարող էլի ձեռներս ծալած 1.5 ամիս նստեմ, թե չէ շատ հավեսա, շատ հարմար է, ասենք դպրոցը մեր թաղերում է,
ես սիրում եմ այս գործը, ես 10+ տարի դասավանդում եմ, իմ երեխեքներին են սիրում, ոմանք ասում են we will miss you, աշակերտներիցս մեկը իր սիրելի խաղալիքը նվիրեց ինձ, իր անունն է Bob, so շատ հավես է այդ process-ը, yeah. Ով նոր ամյանում թեման է կյանքն ԱՄՆ-ում, կարող եք հարցեր տալ, եւ եթե ուրիշ մարդիկ էլ կան, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հատկապես Լոս Անջելեսում, let me know guys, կարող ենք ծանոթանալ, մի փոքր networking անել, միշտ էլ հավես է օգտակար է, ես դասավանդում եմ անգլերեն, ֆրանսերեն, եբրայերեն, փիլիսոփայություն, շախմատ, կարող եք օգտվել իմ ծառայություններից, yeah. Այդպես, եթե հարցեր չլինեն, ինձ թվում է ես շուտ կավարտեմ մեր լայվը, որտեղ ամենակարևոր բաները պատմեցի, ստեղ շատերն են ասում, որ կարևոր է մեքենա վարելը, եւ մեկ աշխատանքային հայտարարության մեջ էլ ես ստենում եմ, որ օրինակ դաժե իմ մասնագիտական ոլորտում էլի, ասենք դասընթացավար, աշխատանքային առաջարկներ կան, որոնք ասում են, որ վարորդական իրավունք էլ պետք է ունենաս, որովհետև, ասենք, պետք է գնաս աշակերտի տուն, հա, եւ այդ իմաստով նաև իմ մասնագիտական ուղղվածության համար է կարևոր, էլի, հանձնել վարորդական քննությունը եւ դա ինձ կօգնի։ Այստեղ շատերն են բանանում, քշում, իդեպ նաև գումար աշխատելու համար DoorDash հայտնի, այդպես DoorDash կազմակերպություն կա, Dasher-ն իրանց ասում այդ վարորդներին, Uber կա, այդ Uber-ը համ տաքսի է, համ Lyft սննդի առաքում է, Yandex-ի նման էլի այդպես մտահոգ։ So, որ ավտո ունենամ, շատ լավ plan B է, էլի, թեկուզ շաբաթը մի քանի օր կամ համարյա ամեն օր 1-ից 3 ժամ քշել, օրինակի համար կամ մի քիչ ավել, իրիկվա գիշերվա ժամերին, էլի շատ հավես է։ Ու այդ դեպքում արդեն միգուցե նաև կարամ պահեմ այս աշխատանքը սենց մեծ ընդմիջումներով, որը շատ հավես է գրաֆիկը եւ այլնը, hello, շատ հավես է, ինձ շատ է դուր գալիս այս աշխատանքը, ու շատ կայֆ է, իմ համար այս So, այո, ես ու Թաթան երևի երկուսս էլ Լոս Անջելեսում ենք ապրում, ի տարբերություն քեզ, հավանաբար դու Լոս Անջելեսում չես։ Ինչ էի ասում։ Հա, հավես է այս գործը, вообще ԱՄՆ-ում ապրելը իմ համար պրիվիլեգիա է, օրհնություն է, ձեռքբերում է, այս մոլորակում ինչքան մարդ է երազում չես դա ապրելու մասին։ So, լրիվ օրինական այստեղ լինելը, օրինական աշխատելը, դա մի այլ ձեռքբերում է, մի այլ հաճույք է, մի այլ կայֆ է, որտեղ նաև արժեք համակարգով, հա, ես այս քաղաքակրթության մաս եմ, լրիվ իմ արժեքները բռնում են այս քաղաքակրթության հետ, հենց այդ LGBT դրոշը այս պետության մեջ է ստեղծվել, հա, ազատ շուկայական կապիտալիզմը, որտեղ ազատ անհատը ողջունվում է, հա, եւ ինքը իր համար կարա ստեղծի ամեն ինչ, այս լրիվ իմն է, էլի, моя тема, այսպես ասած, իմ համար շատ մեծ հաճույք է, ուրախություն է ու պատիվ է սենց երկրում ապրելը, որտեղ ես չեմ դատապարտվում
իմ սեռական կողմնորոշման համար կամ իմ տեսակետների ու արժեհամակարգի համար։ Այդպես։ Իհարկե վատ կողմերից նաև ԱՄՆ ներկայիս կառավարությունը ինքը շատ հակամիգրանտային է, չնայած մեկ-մեկ դաժե Թրամփն է ասում, որ մեզ աշխատողներ միգրանտներ պետք են, բայց շատ իրանք թվերն են իջացնում եւ բարբերաբար լսում ենք այդ պատմությունների մասին, որ նաև եթե մարդը անգամ լեգալ է ըստեղ, երբեմն լինում են դեպքեր, որ իրան էլ են արտաքսում ու հիմա էլ նոր շատ արտասովոր մի լուր է տարածվել, իրական է այդ լուրը, ԱՄՆ կառավարությունը այս տարվա ամռանը պայմանագիր է կնքել Ուգանդայի հետ եւ Ուգանդա պետությունը ասել է, որ իրանք ԱՄՆ-ից կընդունեն երրորդ երկրների քաղաքացիներին, ովքեր իրանց անվտանգ չեն զգում սեփական երկրում, հա։ Օրինակ դու հայ ես, հայաստանցի ես, ասում ես Հայաստանում ես վախում եմ, որ ինձ կհետապնդեն քաղաքական հայացքներից կամ այլ բանի համար։ ԱՄՆ այս կառավարությունն ասում է, դե օքեյ, չես ուզում Հայաստան հետ գնաս, ուրիշ տեղ չես ուզում գնաս, մենք ես ուղարկելու ենք Ուգանդա։ Դա շատ արտասովոր բան է։ Եվ այդ հակամիգրացիոն այդ բանը, քաղաքականությունը իհարկե անհանգստություն պատճառում է, դաժե եթե լեգալ ես այստեղ գտնվում, բարբերաբար տենում ենք էլի այդ լուրերը, անիրավաչափ պատասխանները, ICE-ը, այդ ոստիկանությունն է, միգրացիոն։ So, այդ է բացական կողմերից մեկը։ Բայց միգրացիայի հարցում ես լրիվ ցախական, դեմոկրատական հայացքների կրող չեմ, դեմոկրատականի նկատի ունեմ դեմոկրատների, հա, այստեղի։ Ես էլ չեմ սիրում այդ գաղափարը, որ սահմանները բաց են բոլորի համար, բոլորը կարան գան։ Օրինակ, եթե մարդը չի սիրում այս երկիրը, ասում Ամերիկան վատ նազզվելի է, խի ինքը գալիս այստեղ։ Ու տենց լիքը մարդիկ կան։ Եվ դրա համար ինչ որ առումով ինձ դուր է գալիս որոշ բաներ, որ Թրամփի կառավարությունը անում է, ինչ որ բաների հետ համաձայն չեմ, ինչ որ բաների հետ համաձայն եմ։ Հատկապես որ ծայրահեղ պահպանողական, ծայրահեղ կրոնական մարդիկ են գալիս, ովքեր բերում են իրանց այդ կարծրացած տեսակետները, հա, պահպանողական, անհանդուրժողական, ինչին է պետք է երկրի, այտենց ծանրաբեռնել իրան, երբ որ մարդիկ գալիս են պարազիտի մտածողությամբ, որ նստելու ենք պետության վզին, ստանանք թոշակներ, ոնց որ ասենք Սիրիայցի գաղթականները Եվրոպայում կամ հայերն էլ, հայերի մեջ էլ լիքը տենց կան, որ նստում են պետության վզին Եվրոպայում, ԱՄՆ-ում, ու հայդե ստանում են իրանց ամսական թոշակ-մոշակները ու չեն նպաստում էլ այս պետության զարգացմանը։ Տենց, ամեն ինչից խոսացինք, արին գրում ավելի սարսափելի իրավիճակը EU-ում, European Union, Եվրոմիությունում, որտեղ տոտալ իսլամիզացիա է, աղետ է։ Հա, ես այդ տենում եմ այդ զզվելի վիդեոները, հատկապես ձեր մոտ Նիդերլանդներում, դա գարշելի է։ Այդ ֆուտբոլի բանը, չէ, այս տարի եղավ գարնաներ, թե ամռանը, որ էլի այդ իսլամիստ մահմեդական գլխակերները հրյաների էին որս էր գնում, բառացի հրյաների դեմ որս էր գնում, գետն էին շպրտել մի քանի մարդու, ծեծ, ջարդ, երևի սպանության դեպքեր էլ եղան, այդ իմաստով, այո, օй, եկա Վլադիմիրը, ողջույն, մի քանի անգամ անունդ շշտել եմ Վլադիմիր, այս լայվը YouTube էլ կգցեմ, հետո որ դու սաղ նայես, լիքը բաներից արդեն խոսացել եմ, okay? Կյանքն ԱՄՆ-ում։ Ահա Գևորգը չդիմացավ, քոդեմ պտի որս է թա։ Դա,
Եվ դա ողբերգական է, որ այո, Եվրոպան այտենց իսլամիզացիայի զոհ է դառնում, հակասեմականությունը, հակա LGBT տրամադրությունները, դա ահավոր է։ Այդ մահմեդականները, որ բացեիբաց ասում են, որ Գերմանիան պետք է շարիայի իսլամի օրենքներով ապրող ինչ-որ դժոխք դառնա, այ դա գարշելի է, էլի, որ մարդիկ բերում են իրանց նախնադարյան այդ կարծրացած հիմարությունները, կրոնական կապ չունի մահմեդական, քրիստոնեական թե այլ, ու փորձում են այլասերեն ոչնչացնեն այն պետությունը, ուր տեղափոխվել են ապրելու, դա շատ գարշելի է։ Իդեպ ես անունս փոխելու մասին եմ այստեղ մտածում լրջորեն, դե սևակը ինչ, աշկերս սև չեն, և ինձ բան չի ասում այդ անունը, էլի, ես տենց իմ համար սարքել եմ անուն, ընտրել եմ անուն, լյուքս, որը լատիներեն նշանակում է լույս, հա, և մտածում եմ, որ նաև միգուցե լեգալ առումով մի օր Հայ՞եք։ անունս, այո, ողջույն, Բարև ձեզ։ բարև ձեզ, դու Հայաստանում ես, հա? Այո։ Ես Լոս Անջելեսում եմ, բայց դու երևի 14 կամ 12 տարեկան ես, Ոչ։ Ան, 8, Հա? 8, Չէ, 12։ 12, Okay, մենք øստե մի քիչ մեծ բաներից ենք խոսում, մեծական թեմաներից, so, քեզ հաճելի եթեր, ու կտեսնվենք, okay, bye-bye. Ապրեք։ Okay. So, դա շատ ողբերգական է արի և չգիտեմ, ես համ կլիմայի պատճառով ես օրնված եմ ես կլիմայով, ասենք հիմա ցերեկը ես սենց եմ դուրս գալիս դեկտեմբեր ամսին, ախ, իմ երազանքի ձմեռ, և Եվրոպան ես նաև դրա համար չեմ կարա իմ տունը սարքեմ, չնայած Իսպանիան կղզիներ ունի Աֆրիկայի մոտ, այդ էլ իմ Բելարուսի roommate-ը ինձ պատմեց, բացատրեց, դա հավես է, իսկ մայրցամաքային Եվրոպան, չգիտեմ, ցուրտաձմեռները տհաճ է, իմը չի, ասենք իմը երազանքը ԱՄՆ, Արգենտինա, միգուցե Ուրուգվայ, Իսրայել, Թայլանդ, հա, այդ բան աշխարհագրության առումով եւ ազատականության առումով էս են իմ երազանքի երկրները, թե չէ Եվրոպան որպես տուրիստ կամ մի քանի ամիս են լավ տաք ամիսներին, իսկ մնացածը տհաճ է ինձ։ Так. Հիմա ձեր կոմենտները, Արմին, thank you so much, շնորհակալություն նվերի համար, be like Armin, guys, ուրեմն, Վլադիմիրը գրում է, ինչ լավ, որ իմ խնդրանքից հետո լայվ մտակ, այո, Վլադիմիր ջան, քո խնդրանքի արդյունքն է այս լայվը և այն փաստը, որ Facebook-ը ինձ մոնետիզացիա միացրեց 2-3 օր առաջ, էդ էլ ինձ մի քիչ ոնց որ շունչ տվեց, ու այսօր վերջին աշխատանքային օրս էր, որպես դասընթացավար Լոս Անջելեսում, so մի քիչ ավելի ազատվում է գրաֆիկս և մի խոսքով սենց մի քանի լավ բան իրար հետ համընկան, այս լայվը իրոք ասել եմ մի քանի անգամ արդեն Վլադիմիրի առաջարկն է, so ապրի Վլադիմիրը նաև։ Արին գրում է ամեն ինչ սրվեց Պալեստայնի պաշտպաններից հետո։ Դե գիտես այդ անուղեղ զոմբիները, վայ գրքիս մեջ մի ամբողջ գլուխ եմ նվիրել այս թեմային Իսրայել-Պաղեստին, ահավորա, ու ահավորա, wow, thank you Վլադիմիր, ահավորա գիտես են, որ լիքը նաև եվրոպացիներ, ամերիկացիներ կան, որ կյանքում չեն եղել Գազայում, Պաղեստինում, իրանք ենքան անուղեղ են, որ չեն հասկանում, որ իրանք կմորթ են, հա, եթե գեյ ես, աթեիստ ես, ֆեմինիստ ես, քննադատում ես աստվածապետությունը, քեզ ուղղակի մորթում են բառացի, հա, այդ դժոխքներում, ու տենց պաշտպանում են Պաղեստին զզվելի է դա, չգիտեմ, անուղեղ զոմբիների շարժում է ուղղակի։ Մահմեդական աշխարհի 90-95% տեղերում հոմոսեքսուալությունը քրեականացված է։
որը ներառում է Լիբանան, նույն Գազան, Սաուդյան Արաբիա, Իրան, Պակիստան, Աֆղանստան, Եգիպտոսում հոմոսեքսուալություն չի, բայց հատուկ ուրիշ օրենքներ կան, դիվորշերի, ցենց է կոչվում, ասենք դու մասնավոր գեյ party ես անում, ոստիկանությունը գալիս է ու սաղի ձերբակալում է, բանտարկում է, որպես հանրային կարգը խախտելու բան, դաժե եթե մասնավոր party է։ Ու այտենց լիքը անուղեղ զոմբիներ, ֆեմինիստներ, LGBT մարդիկ, ցախականներ սատարում են Պաղեստինին եւ մահմեդական երկրներին, դա ուշ գնացեք այնտեղ ապրեք, էլի, ասենք ես պրո-իսրայելական եմ, ես եղել եմ Իսրայելում ու հաճույքով պլանավորում եմ, որ կյանքիս մի մասը Իսրայելում եմ անցկացնելու, սովորելու, աշխատելու։ Դուք պրո-պաղեստինական եք, գնացեք, փորձեք մի շաբաթ գոյատևել ձեր պիրսինգներով, ականջողերով, կնանիք առանց գլուխը ծածկած ու խոսացեք LGBT իրավունքներից, էլի, please։ Ոնց որ ես եմ անում, ես պրո-իսրայելական, ես donate եմ անում ինչ-որ պրո-իսրայելական բաներին, ես Իսրայել եղել եմ ու էլի եմ լինելու եւ այլն, հա։ Don't just talk the talk, walk the walk, ինչպես ասում են, մենակ մի բլբլացեք, փորձեք օրինակով, գործն է անում, լավ իմացեք, ձեր գործով տենանք կարա կապացուցեք, որ տենց բան կա, որոնք ցախականներն են, այո, արի, դրա համար ես ինձ ցախական չեմ համարում, ես ոչ աչական եմ, ոչ ցախական, ես օբյեկտիվիստ եմ, ինձ շատ է դուր գալիս Այն Ռենդի փիլիսոփայությունը, օբյեկտիվիզմը, եւ դաժե այս ալիքի անունը New Intellectuals, նոր մտավորականներ, այդ ոլորտից է, եկեք tap անենք եւ 5000 սրտիկի հասնենք ջանիկներ, բարև, ոնց եք, էշ գզողներ, լավ ենք էշ գզողներ, դուք ոնց եք, քանի էշ եք գզել այսօր, տեսա իմացա Անդերս S, Անդերսը չգիտեմ ով է ճիշտ ասած, ոնց green card ստանամ հարցնում է Վլադիմիրը, հարգելիս, այս տարի ոնց որ green card-ը հələ խաղարկությունը բաց չի, green card-ը պետք է խաղաս, պետք է ամեն տարի խաղաս, մարդկա առաջին տարում շահում է, մարդկա 7-րդ տարում է շահում, մարդկա 15-րդ անընդհատ պետք է խաղաս ամեն տարի, բայց հələ որ ոնց որ այս տարի բաց չի green card-ի խաղարկությունը, բայց ուրիշ ճանապարհներ էլ կան, օրինակ կարաս ուսանող դառնաս, գաս ստես սովորելու, կարաս լիքը փող աշխատես տուրիստա բիզնես վիզա ստանաս, $15,000 որ կուտակես, $15,000-ից սկսած կարաս ներդրում անես եւ ԱՄՆ կառավարությունը քեզ տալիս է հատուկ բիզնես վիզա, որը green card-ին հավասար բան է, էլի դու քո համար հանգիստ կայֆավատ ես լինում։ So այդ ուղղություններով է կարաս մտածես, լավ ոլորտ ընտրի, թեկուզ տուրիզմը, դրանով աշխատի, կայացի, կամաց միգուցե ուրիշ պետություն գնաս, հետո նոր ԱՄՆ 10, 20 կամ 30 տարում գաս, բայց նորմալ պլանավորես ու անես էլի քո ուզածը։ Բարև ձեզ Արմին, ինչ եք դասավանդում։ Արմին ջան, դասավանդում եմ անգլերեն, ֆրանսերեն, սկսնակ եբրայերեն, շախմատ, փիլիսոփայություն ու մի քանի կուրս էլ ինքնաճանաչում, անձնային աճ, յոգա սուտրաներ, հա, որ հոգեբանական շատ հետաքրքիր թեմաներ են, սենց առարկաներ։ Thank you Վլադիմիր, նորից տենում եմ նվերները տուղարկած, thank you so much, Զորոն կորելա, Զորո, ով ա Զորոն, չեմ հիշում Զորոն ճիշտն ասած, ով ա գիտես, Իսլամը ցանկացած պրոգրեսիվ գաղափարներին դեմ է, նույնքան որքան հայկական քրիստոնեությունը կոչվածը, այո, արի, դու ճիշտ ես, այսօր Ֆրանսիայի ցախականներից մեկը Մելանշոն, ենթադրում եմ ճիշտ վիդեո էր, X-ում տեսա այդ բանի Իլոն Մասկի նախկին Twitter-ում, խոսում էր, ասում էր, իրականում քրիստոնեությունն է ճնշում կանանց, իսկ իսլամում կանայք միայն պատկանում են Աստծուն եւ ուստի իսլամի կանայք ազատ են, ինձ թվում է fake վիդեո չէր, ես վստահ չեմ կարա ասեմ, հələ եկեք հարցնենք ChatGPT-ին, որտեվ այս թեմաներում շատ կարևոր է double check անելը, էլի, մարդ ես, just in case, հələ հարցնենք տանք ChatGPT-ին ինչ կասի։ Ձայնավ միացնեմ, որ դուք էլ լսեք, ոչ թե տեքստով մենակ։
I saw a video on X a few hours ago in which a French leftist politician, Mélenchon, was saying that Christianity oppresses women and Islam sets women free because in Islam women belong to God. Is this video real? Does Mélenchon say such things or was it a deep fake? So, here's the scoop. It turns out that Jean-Luc Mélenchon did indeed make some controversial comments about Christianity and Islam, basically saying that Christianity is patriarchal and that Islam frees women because they belong to God. Wow. The statement definitely stirred up a big debate online. Some people think he's oversimplifying things, while others think he's just pointing out issues in both religions. So yes, it's a real thing he said, and it's definitely causing a bit of a stir. So it's a real thing he said. Իրականը պատկերացնում ես ձախական քաղաքական գործիչը ասում է իսլամը ազատում է, ազատագրում է կանանց։ Վայ, ինչ տուպիզն է, ինչ աներեսություն։ Դե հասկանալի է ով է ֆինանսավորումը տենցին էլի, որտեղից են ուր են իր արմատները գնում։ Ֆրանսիա, Նիդերլանդեր, դա ահավոր է։ Հիմա տեսեք Թրամփը մի կողմից ծայրահեղական է հնչում, բայց հիմա Թրամփի քաղաքականությունը այնա, որ Եվրոպան իսլամիզացիայի եւ քաղաքակրթական կոլապսի արժեվ է կանգնած։ ԱՄՆ-ում վերջերս տենց դոկումենտ հրապարակվեց, որտեղ Եվրոպան դիտարկվում է հետագայում հնարավոր բան, ոնց որ սպառնալիք ԱՄՆ-ին, որտեղ քաղաքակրթությունը միգրացիոն քաղաքակրթության եւ այլն պատճառով դանդաղ ոչնչացում է Եվրոպան։ Մի կողմից նայում ես, ասում ես հալավ, ինչ ծայրահեղական բան է, բայց մյուս կողմից խնդրեմ Mélenchon, որ սենց ապուշություններ է բլթացնում, like what the you know ահա որ է մյուս կոմենտը որն է так, հեսա կարդամ ձեր բոլոր կոմենտները։ Զորոյին հիշեցի Վլադիմիր, հա, դե ես էլ էի կորել TikTok-ից, դրա համար չգիտեմ Զորոն ուրա ինչ է անում, Զորո ջան, ականջները թող կարմրեն, միգուցե ինքն էլ միանա այս կամ հաջորդ լայվերին, ճիշտ է, ինքը շատ խելացի երեխա է Զորոն, հիշեցի, շատ հավես կլինի իրան էլ տենալ լսել, yes, ձեններ շատ քաղցր։ Так, Արիինը կարդացինք, հրեական արմատներ ունեք, այո, տատիս հրեա էր, ով ապրում էր Ուկրաինայում։ Ոյ, իդեպ ես Ամերիկայում լինելով Ancestry, այտենց բան կա, ծառայություն կա, DNT բան են, թուքդ վեկալում են եւ DNT-դ պարզում են, էլի, թե ինչ արմատներ ունես, ինչ էթնոսների, ես հանձնեցի այդ թեստը, հիմա արդեն DNT-ս թքիցս հանելու process-ն է գնում, այսօր email ստացա, so հունվարի 4-ի կողմերը իմանալու ենք, թե ինչ տարբեր արմատներ ես ունեմ, ենթադրում եմ կլինի հայկական, հրեական, միգուցե լինի նաև սլավոնական, որտև միգուցե Ուկրաինայում նաև սլավոնական արմատներ ա եղել, հավես կլինի հունական ինչ-որ բան ևս, ազգանունս դե հունարեն է, Կիրակոսյան, Կիրիակոս, հունարեն ինքը բառա, բայց հունաուս maybe չլինի, ու չեմ զարմանա, եթե թուրքական ինչ-որ բաներ լինեն, որտև Կիլիկիայում էին հայրական կողմից արմատները Կիլիկիայից են եւ դարերով մենք թուրքերի տակ ենք ապրել, so we'll see. Շատ հավես հետաքրքիր բան է, սպասում եմ արդյունքներին, հրեական արմատներ ունեմ, այո, եւ սիրում եմ Իսրայելը, սովորում եմ եբրայերեն, մի հատ պետք է հրադարանից վեկալել։ Colloquial Hebrew, Արի, տես, նույն քեզ էլ կա հետաքրքրի դու էլ ունես, չէ, հրեական արմատներ։ So, colloquial Hebrew, ոնց որ խոսակցական եբրայերեն, հա, ու այս եբրայերենը նաև դասավանդում եմ, so, որ ուզենա, խնդրեմ համեցեք, շատ հավես աչից ծախ եմ կարդում, մի փուչուր կարդամ, որ մարդիկ լսեն, թե եբրայերենը ինչպես է հնչում, չգիտեմ, ես պաշտում եմ լեզուները, ամեն լեզու իր պոեզիա ունի, ֆրանսերենը խոսում եմ հաճույք եմ ապրում, եբրայերենը խոսում եմ հաճույք եմ ապրում, շատ հավես է։ Так, שלום, מינה, מדבר פיתך, שלום, מה שלומך? טוב, תודה, איפה אתה? אני כבר פה בארץ, במלון שרתון בתל אביב.
מתי אפשר להיפגש? אפשר להיפגש הערב במשרד שלי. בשבע זה בסדר? כן, מצוין. אז להתראות הערב. יופי, להתראות. Այ, հավես սիրում եմ։ Մի քիչ բան եմ, դանդաղ եմ կարդում, որտեվ եբրայերենը շատ fluent չեմ ես, հա, բայց հեսա գիրքը վեկարել եմ, որ մի քիչ է զարգանա։ Ոյ, հաճույք եմ ստանում, I swear։ Այս լեզուն մեկ-մեկ ChatGPT-ի հեսա հետ եմ խոսում, մի օր իսպաներեն, մի օր ֆրանսերեն, մի օր եբրայերեն, չգիտեմ, լեզուները իմն են։ I love it։ Հիմա անենց հաճույքի ալիք է, որ եբրայերենը խոսացի։ I love it։ Так, ձեր կոմենտները, բոլոր կոմենտներին հերթով պատասխանենք։ Տատիկի կողմից ունի, այո, Վլադիմիր, ճիշտ ես։ Իսկ ինչքան բյուջե է պետք ուսանողի համար այդտեղ ապրել։ Ոյ, ես որ ընդունվել էի Կալիֆոռնիայի պետական համալսարան, ընդհանուր տարեկան ոնց որ 85-95 հազար դոլար էր պետք։ Ես այդտենց եմ հիշում։ Բայց ավելի այժմ տարբերակներ էլ կան, հետո կան որոշ կրթաթոշակներ, որ քո 80-90% ծախսերը փակում են, հա, քեզ կարող ընդամենը մի քանի հազար դոլար պետք լինի։ So պետք է ուսումնասիրել, էլի, տարբերակներ կան։ Երբեմն լինում է, որ 100% կրթաթոշակ է լինում ինչ որ թույն համալսարանների համար։ Եվ մարդիկ գնում սովորում են, ու հետո հետ են գնում իրանց երկիր, կամ ոմանք մնում են աշխատում են նոր երկրում, հա։ Իսկ հիմա որ ավարտեք ձեր ուսումը ուրիշ տեղ եք գնալու։ What do you mean, Vladimir? Չէ, Los Angeles-ում եմ ես ուզում ապրեմ, so ստեղ ինձ լավ է։ Եթե երկրի պետության մասին է, չէ, ես պլանավորում եմ ստե մնամ։ Մեկ մտածում եմ միգուցե Google ընդունվեմ աշխատեմ, բայց նաև իմ անձնական ոնց որ բաներն եմ առաջ տանում, նոր մտավորականների այդ գաղափարը որ բացեմ, so մի քանի ուղղությամբ զարգանում եմ։ Դուք ոչ հաճախ եք եթեր ունենում։ Արմին, հա, անցյալում ոչ հաճախ էի ունենում։ Հիմա էլ երկու TikTok-յան ալիք ունեմ, հիմա բոլորիդ ասում եմ Վլադիմիր, Արմին, հիմա Արմինի կոմենտին պատասխանեմ, դնում եմ մյուս TikTok-յան ալիքի սեղմը new.com, քանի որ կարևոր է, որ ԱՄՆ-ում բացված լինի այդ ալիքը, էլի, ես այն մյուսով եմ փորձում շատ բաներ գցում, so դուք էլ բաժանորդագրվեք, screenshot արեք ես իմ բանը new.com գրածս և ընդեղ բաժանորդագրվեք, հա, բայց հիմնական անգլերեն եմ անում։ Ստե մեկ կանեմ, հեսա, դուք որ սրտիկում եք, նվերներ եք ուղարկում, էդի մոտիվացնում է, հիմա լայվից հետո տնամ, եթե չգիտեմ, գոնե մի քանի դոլար այս եթերը ինձ թույլ տա վաստակել, իհարկե դա կմոտիվացնի հետագա լայվերի հայերեն լեզվով այս ալիքով, ու խնդիրն է, որ այս նոր հեռախոսիս մեջ չեմ կարող այս 5 TikTok-յան կանալս գցեմ, ցավոք, էսի հայկական հեռախոսով էի բացել, հեռախոսահամարով, որը չկա, ու տարբեր ձևերով փորձեցի լոգին լինեմ այս նոր հեռախոսիս մեջ, բայց չեմ կարող։ So, էդ էլ այտենց մի ուրիշ խնդիր կա։ Այս դրոշը հուսով եմ կապ չունի ձեր հետ։ Վահե դրոշը կապ ունի։ Ես LGBT մարդ եմ ու LGBT ակտիվիստ, so ձեր հույսերը սառը ցնցող ընդունեցին։ Մարիշ ասում է, ես էլ եմ ուզում իմ արմատները իմանամ, ինչ տեստ խորհուրդ կտակ կատարել, որ ճշգրիտ լինի։ Դե Մարիշ, հեսա գրեմ, պատասխանեմ ձեր կոմենտին, ես անում եմ, կոչվում է Ancestry DNA test, հեսա կարող եք screenshot անել, հետո նայել, ես ես Ancestry-ն եմ անում, ինքը $100 սովորաբար արժի, Black Friday-ին բաներ, $40 էր, ես օգտվեցի էլ այդ անրություն, բայց հիմա նոր տարի ա գալի, կարող էլի նոր տարվա բաներ անեն, զեղչեր, հա,
Լիլիթը գրում է թուրքերն են մեր տակ ապրել։ Լիլիթ ջան, դա նշանակում է, որ դուք պատմություն չգիտեք։ 400 տարի Հայաստանի լիքը մասեր եղել են Օսմանյան կայսրության մաս։ Եթե ի նկատի ունեք են, որ սովետական Հայաստանում նաև լիքը ադրբեջանցիներ են Հայաստանում ապրել, այո, դա էլ է ճիշտ, եւ հետո իրանց դեմ էլ եղել են եւ ջարդ կոտորածներ եւ արտաքսում լիքը վատ բաներ։ Մենք խոսում ենք Բաքվի հայերի կոտորածից ուսումգայթից, բայց մենք էլ ենք նմանատիպ վատ բաներ արել Հայաստանի ադրբեջանցիներին։ Այս թեմայով մի հատ գիրք կա, հիմա Լիլիթի կոմենտին պատասխանեմ, գրքի վերնագիրը կրակոց թիկունքից, ընդ որում այս գրողը այսպես կոչված ազատամարտիկ կին է, եւ ինքը երկու կողմի վատ բաներներ գրել է, թե հայերին ինչ են արել վատ բաներ, եւ թե հայերը ինչեր են արել վատ բաներ։ So ինտերնետում կա, որ գրեք կրակոց թիկունքից, հենց այս բութ նշանով կգտնեք այդ գիրքը, Վազգեն կոչվող սպարապետման կանոնով քաղաքացու մասին, նույնպես ահավոր հրեշավոր փաստեր կան, որ այդ կինը ականատես է, այդ կինը այսպես կոչված ազատամարտիկ է, ոչ թե ինչ-որ ձախական, լիբերալ, այլ հենց այդ իրանց շարժման ներկայացուցիչ ու շատ ապրի այդ կինը, հարգանքներս այդ կնոջը գոնե այդ առումով, որ գրել է այդ գիրքը անկեղծորեն ու սաղ այդ հանցագործությունները կամ հանցագործությունների մեծ մաս հանրային է սարքել իր գրքով։ Այդ հարգանքի արժանի է այդ անկեղծությունը։ Իսկ դուք հավատում եք, որ իրենք են առաջի ազգը աշխարհում հրեաները, ոյ չէ, ես նացիոնալիստ չեմ, ոչ մի ազգի նացիոնալիզմ էլ իմը չի, ոչ հայկական նացիոնալիզմը, ոչ հրեական, ոչ ամերիկյան, ոչ թուրքական, ոչ ռուսական, ես նացիոնալիստ չեմ։ No։ Իհարկե իրենք ունեն բազմադարյան պատմություն, դա, հա, ու տեսեք ինչքան ազգեր ու պետություններ են վեկալել Իսրայելից, լիքը բան, մի րոպե ես ջուր վեկալեմ, ասենք երկակրոններ, իսլամ, քրիստոնեություն, երկուսն էլ հրեական արմատներ ունեն փաստացի, հա։ Այդ իմաստով ինքը մեծ ոնց որ ժառանգություն է թողել վրա, էլի։ Ողջույն։ Так, ինչ-որ բաց խորտալ, լավ, մեր թեմայից չի։ So, չէ, իրանք էլ ուրիշներից են վեկալել Հին Եգիպտոսից, Փյունիկներից, Մեջագետքի այլ ազգերից, միշտ էլ պատմությունը բազմազան է, էլի, այնց չի, որ կա առաջին ազգ, կա միակ ճշմարիտ ինչ-որ բան, նույն այդ հին հրեական, որը նաև քրիստոնեական այդ առասպելներն է, հա, ջրհեղեղի պատմություն, կույս, որ նո այդ քրիստոնեությունն արդեն հրեական չի, բայց սաղ այդ պատմությունները թե քրիստոնեական, թե հրեական, հուդայական կան նաև Հին Եգիպտոսում ու այլ մշակույթներում, միշտ իրարից վեկալել են, էլի։ Так, հաջորդ կոմենտը։ Так, ոյ Վլադիմիր, կարող եմ միանաս ինձ օգնես, աշկերս արդեն սկսում են գնալ այս կոմենտներից։ Հələ Վլադիմիր, եթե ստեղ ես մի հատ քեզ առաջարկ ենք էլի, արի միացի ու կարդա այս կոմենտները ջանիկ չեմ տենում։ Եթե միանաս, let me know։ Կոմենտ կգրես, հա, Վլադիմիր, ու նաև ինքդ առաջարկի։ Օ, մոդերատորը Վլադիմիրը մյուտ հանրել, ինչ-որ մեկին քֆուրներ էր գրում։ Մյուտ անելուց առաջ հարցրու, որտև եթե շատ կոպիտ ինչ-որ քֆուր բան չի, maybe կարելի է այդ կոմենտը կարդալ։ Так. У меня Арина говорим, Арин говорим, у меня старый советский самоучитель по ивриту, к сожалению, остался в Армении. Но ничего, иди в библиотеку, найди что-то. Я уверен, что сможешь что-то найти. Или можно купить за не очень большие деньги. Так что вперед из песни. Еще есть чат GPT, есть онлайн-ресурсы. Ты что? Это не повод. Так что учите иврит, Ари, это вам нужно.
Ես իսպաներեն եմ սիրում։ Իսպաներեն էլ ահավես։ Ես քանի որ լոսում եմ ապրում, ուզում եմ իսպաներենս էլ լավ զարգացնեմ, որ թե մասնագիտական առումով հատկապես, ասենք, անգլերեն սովորացնեմ, հա, թե որպես լեզու իմանամ, էլի օգտակար է։ Սի։ Հիմա Սարը follow արեց, հուսով ենք նացիոնալիստ չի տենց, բրավո գովելի է, շնորհակալություն Արմին, երևի գրել էր, որ եբրայերեն էի կարդում, Խաչատրյանը բարևում է, բարև ձեզ, յուզերը եղուն գնա ներքում, ապագայում ձեր կազմակերպությունում գործ գտակ նոր մտավորականներ, sure, նրանք ովքեր կբավարարեն կրիտերիաները, անգլերենի լավ իմացություն, այդ արժե համակարգի կարող է լինել, հավատալ անհատի, ոչ թե հավատալ, այլ ընդունել անհատի ազատության կարևորությունը, տրամաբանորեն ընդունել, ոչ թե փորորեն հավատալ, էլի, ազատ շուկայական կապիտալիզմի կարևորությունը, why not, ես հիմա էլ, ասենք, օգնականներ ունեմ Հայաստանից, ում հետ համագործակցում ենք, իրար հետ լավ բաներ ենք անում, դուք պի եք հարցնում ամեկը, ես գեյ եմ, LGBT համայնքին օգնում եք, Անուշ ջան, դե են փաստը, որ ես բացահայտ LGBT մարդ եմ, նույնպես համայնքին օգնում է, և աստեղ ունենք Los Angeles LGBT Center, այդ LGBT Center-ում ես կամավոր եմ, մեկ գնում եմ միջոցառումներին եմ մասնակցում, օգնում եմ կյանքում, ինչ բաներ չի արել, այդտեղ անում եմ, օրինակ մատուցողի նման, ու հենց մատուցող չի, բայց իրանք մեծ կազմակերպություն են, մեծ միջոցառումներ են ունենում, ասենք գինի վաճառել, գինի լցնել հյուրերի համար, գնում եմ, օգնում եմ որպես կամավոր, բարեգործական հիմունքներով, չնայած կյանքում մատուցող չեմ աշխատել, կամ թատրոն մտնողներին տոմս վաճառել, կայանատեղիներում մարդկանց էլի տոմս վաճառել, բայց ես տենց գործեր չեմ արել կյանքում, so, համ կարա CV-ի համար օգտակար, ռեզյումեի համար օգտակար լինի, համ էլ օգնում եմ այդ կազմակերպություններին, so, այո, LGBT support անում, yay, այո, blood fuel, yes, Խաչատրյան, այո, gay եմ, non-binary gay, այդ David flag-ը ջնջե, աղեգ է, աղվոր է, պարեգամ, հիմա սիսը մասիսից տարբերենք և հետևի ֆլագը ջնջենք, թե գյումրվա ակսենտա, կարող է գյումրվա ակսենտա, ծո, moderator-ը էլի մեկին մյուտ հարել, հարգելի moderator, խնդրում եմ մյուտ հանելուց առաջ հարցրու, եթե շատ կեղտոտ կվոր չի, մի մյուտ հարա, ու ես ճիշտն ասած մյութից հետո նաև բլոկ եմ անում, եթե շատ ծանր է ալնում, բայց միշտ ուզում եմ ինքս կարդամ, էլի, մինչև այդ Վլադիմիր, օքեյ, դու ավելի լավ մյուտ մի արա, ես կասեմ Վլադիմիր, սրան մյուտ արա և remove արա, հա, արի, տենց պայմանավոր ենք, next, так, ուր հասանք, արա այդ հետևի դրոշը ինչ ես խպե, հայուգեները եկան, այս սրանց արժե մյուտ անել և բլոկ անել, որտև ոչ մեկին օգտակար չեն ես լայվի և մեր խոսակցության կոնտեքստով, քո համար չի գնա առաջ, ասենք կեզ ինչ, այ ոչնչություն, այ հայուգեն, կեզ ինչ ես դրոշը խպել եմ, թերթի գնա առաջ, լիքը կոնման հայուգեներ կան գնա իրանց լայվերի տակ, արախ, բեր, դուդուկը, բան, տենց էշություններ բան արա, լսի, ֆու, յոխք, չկան վատ ազգեր, կան վատ մարդիկ, նու ընդհանուր, հա, կարելի է համաձայնվել այդ մտքի հետ, հեսա կկարդամ, գրքի մասին, այո, Խաչատրյան, այդ գիրքը կրակոց թիկունքից է հայերեն է այդ գիրքը, այո, նորից դրոշը խի ես այդ դրոշը զարկել պատին, լավ եմ արել, բա քաղաքացի, քո ճակատին զարկե այդ դրոշը, ես սիրում եմ այդ դրոշը, պատիս եմ դրել, այ քեզ բա, սաղ էլ այլանդակություններ արել են ջան, իրանք պրոստը չեն ջոկում, տենց բաներ,
Իրականում շատ հոմոֆոբներ իրանք այո թաքնված գեյեր են եւ գրայնդերով պրոֆիլներ են ունենում շատ տարածված բան է դաշա Ամերիկայում տենց հանրապետականներ կան որ սաղ կյանքը դեմ են ասենք գեյեր են քննադատում բայց մեկ էլ բռնվում են ասենք ինչ որ հյուրանոցում գեյ սեքս աշխատողի հետ հա կամ ինտերնետում ինչ որ պրոֆիլ են բացում ու բռնվում են դրա վրա absurd համարդ դուր գալու եմ այդ դրոշը վայ լավ ISUFS-ին իրոք եկեք մյուտ անենք սկզում իրա կեղտը սկի չերևա եւ բլոկ անենք всё գնա կեղտ յախք ֆու ահա յախք ինչ սզվել են հայուգեները ֆու так այդ նույն տապանը որ կա Հնդկաստանում էլ է նույն պատմությունը ջան հավես լեզու այո LGBT համայնքին այո պատասխանեցին կանուշ ջան երկու անգամ եք գրել դու վեշնի լուծես չէ որը թուլացած է հələ սրանց մտքերը որտեղ է էլի ինչքան կեղտոտ են, ինչքան ստոր, բառացի առումով ցածր, դեռ մեզ գլխի մասին չի էլի հետանցքի մասին ասրանց մտքերը, ֆու, ասենք, ու իրա համար ինքն իրան հայ ադերել, ինքը թուլանում անդեղ իրա ձիշովի կոմենտներից, կրկես, ռուսերենը սիրում եք, խոսում եմ ռուսերեն շատ հաղորդումներ եմ նայում, բայց հենց որ սիրեմ չի ասի ուկրաիներենում շատ հետաքրքիր սիրուն մեղեդիներ կան սլավոնական ուրիշ լեզուներ կան որ իրանց հետաքրքրությունները ունեն չգիտեմ ռուսերենը մի քիչ ինչի I don't know հատկապես էս քաղաքական կոնտեքստում հասկանալի է պետք է տարբերակել մեկը մյուսից բայց նաև ռուսերենը մոնղոլների տակ են ռուսները ապրել եւ թյուրքական շատ ազդեցություն եւս ունի։ Շատ տարբեր արմատներ ունի սանսկրիտից էլ կան հետաքրքիր բաներ ռուսերենում։ Մի խոսքով բազմազան։ Так. Ահա, հաջորդը Ձեր կոմենտները կամավորությունը հավես գործը, այո ինչ-որ մեկը follow արեց, thank you for the follow, երեխեք թեփ արեք, 26 հոգի նայմա, թեփ, 5000 սրտիկ ինչա չենք ասել, հիմա 15000-ի մոտ պետք է ելնենք ջանիկներ, ուր են նվերները, թափերը, սրտիկները, որ էլի լայվեր անեմ, ես կապիտալիստ մարդ եմ, եթե win-win չի, եթե հաղթող չի, ինքը ինձ չի մոտիվացնում, այս քանի 2-3 ամիսա լայվ չեմ արել, նոր մտել եմ լայվ, давайте, լայքեր, սրտիկներ, դոնեյթներ, որ ինձ motivation տակ, և ես էլի մտնեմ լայվի, լավ, Los Angeles-ից ձեր համար, անվճար է կամավոր լինելը թե վճարում, չէ, կամավորությունը վաբշե անվճարը աստեղ էլ անվճար, չեն վճարում, ինչ տգեղ մարմին ունեք գրմա Խաչատրյանը, վայ, գնամ լացեմ Խաչատրյան, գնամ լացեմ ողբամ տխրեմ, ինչ ահամորյամ, Խաչատրյանը չի սիրում իմ մարմինը, վսյո, Լեյլան ֆալո տվեց, okay, thank you, լղհ-հն ինչ գործ ունես դե, հարգելի լղհ, չեմ կարծում, որ սա ձեր համար հետաքրքիր կլինի ճիշտն ասած։ Ինչ կասեք հոմոֆոբիկներին, get a life, ինչպես անգլերենում են ասում, գնացեք և ձեր կյանքով ապրեք ու ազատ սիրեք տղամարդկանց, տղամարդ հոմոֆոբներ, սիրեք կանանց կին հոմոֆոբներ։ Դուք Ամերիկա եք, այո, Ամերիկա եմ։ Հենա լղհն իրա կեղտը բավոր ստելներ ողջ կլեր, անասուն, ես համարյա 35 տարի
ապրել եմ Էրմենիստանում, Հայաստանում եւ սաղ տեսակետներս տեղել եմ ասել, որ հələ մարդիկ վախենում էին խոսալ Ղարաբաղից, ես իմ տեսակետը ասում եմ, որ պետք է ընդունել, որ դա Ադրբեջանի մաս է եւ խաղաղություն կառուցել հարևանի հետ։ Ուй, ծիշով կա լավ ԼՂՀ-ին նույնպես բլոկում ենք այսենց հիմար բաները, սաղկլներ օրստերներ, հələ մահվան մշակույթ է, տենում եք սպանության մասին է, էլի իրանց մտածողությունը, սրանք մահապաշտներ են, Գարի Պոտերի մեջ, Հարի Փոթերի մեջ, որ Death Eater-ներ կան, չէ, մահակերներ բարձրացնեն, մահով, մահի էներգիայով սնվողներ, այս նացիոնալիստները մահակերներ են, էլի, այդ կինը Հարի Փոթերի հեղինակը Ջոան Ռոուլինգը շատ սիրուն տերմին է հնարել, սաղ այդ Ղարաբաղ կոմիտե, ամեն նացիոնալիզմ մահվան մասին է, սրանք մահապաշտներ են, մահակերներ, մահապաշտներ, և ինչպես չհիշել ռուս փիլիսոփա Գերցենի էլի այդ հանճարեղ ձևակերպումը, պատրիոտիզմի սիֆիլիս, հանճարեղ ձևակերպումը, հանճարեղ, շատ սիրուն մտք են ու ես մեծացել եմ Գերցենի փողոցի վրա, հետաքրքիր է, էլի այդ ռուս փիլիսոփայի անվան փողոցի վրա եմ մեծացել, Երևանում Զեյթունում, ասում է патриотический сифилис всосался во все ткани российского общества, մոտավորապես տենց ասում է, պատրիոտիզմի սիֆիլիսը ներծծվել է բոլորի հյութերի, հայ երակների արյան մեջ, հանճարեղ ձևակերպում է, պատրիոտիզմի սիֆիլիս, обожаю. Так, ինչքան շատ կոմենտներ, այրեխեք ինչ-որ մեկը կարող է գայս կոմենտները կարդա, աշկերս գնում է, ես սիրում եմ ինտերակտիվ, հավես է, կոմենտները լավ է, բայց հոգնում է, աշկերս, այսինքն, էլի սեքսուալ կոմենտներ, չգիտեմ, կարդամ, կեղտոտեմ, լայվը թե չէ, թե դա որպես ողորմածություն, որ իրանք այդ մակարդակի վրա են, իրանց համար դա նորմալ բառապաշար է, не знаю, լավ, կարդամ ես մեկ, կներեք, ով չի ուզում լսի ոչ ցենզուրային խոսք, կարող եք փակել ձեր ականջները, բայց հայուգեն է, էսա իրանց մակարդակը էսա, գրել է, այսինքն, որ ներեություն, որից հետ քունում են այդ նորմալ է, այո, սեքսը, ամեն տեսակի սեքսը, ներառյալ անալ սեքսը, շատ նորմալ է ցիվիլ քաղաքակիրթ մարդկանց համար։ Քո մարմնի տերը դու ես ընտրում մարմնիդ հետ ինչ անել, սեքսով զբաղվել, թե չզբաղվել եւ ինչ տեսակի սեքսով զբաղվել դու ես ընտրում։ Օ, գեղ, մակարդակը սրանց, ֆու։ Դուք սեքս աշխատող եք, չէ լիլի, ես սեքս աշխատող չեմ։ Ես ճաշակի սահմաններ ունեմ, էլի ամեն մեկ հետ չեմ կարա սեքս անեմ, so մի քիչ իմը չի, որտեղ շատ մարդկանց կխտրականացնեի, կասեի no darling, և իհարկե պետքա օրենսդրությանն էլ հետևել ամեն պետության, տեղ կա, որ ինքը լեգալ է, տեղ տղա լեգալ չի, եթե որտեղ լեգալ չի պետք է չանես, որ օրենքի հետ խնդիր չունենաս։ Դրոշի նշանակությունը որն է, դա LGBT դրոշ է, LGBT, լեսբոհի, գեյ, տրանս, բիսեքսուալ մարդիկ, որ բոլորը հավասար են, եթե տղեն տղույա սիրում կամ աղջիկ սիրում, իրանք նույնպես իրավունք ունեն իրար սիրելու, կամ եթե տղեն ուզում է դառնա աղջիկը տղա, իրանք իրավունք ունեն ազատ ապրել։ Դե դրոշի իմաստը է դա, որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Ռոման Ավագյան, սեքսուալ թեմաներով։ Չգիտեմ, մեկ ասում եմ իրանց լևելի իջնեմ, մեկ ասում եմ չէ, նո չէ, իրանց լևելի իջնելը չէ, պրոստը միգուցե իմ ոնց որ ինքնության մի ուրիշ կողմն էլ ցույց տամ, որը մի քիչ տենց բան չի, ուսուցում, չգիտեմ, վեհ գաղափարներ չի, why not, կարամ լինեմ անկեղծ, թեկուզ ես հիմար կոմենտների կոնտեքստում, Ռոման Ավագյանը գրել է այս կլիր գուրգուրողով է,
Այո, սեքսը գեղեցիկ բան է եւ ես շատ եմ սիրում առնանդամներ, գեղեցիկ առնանդամներ, գեղեցիկ տղամարդկանց վրա, դա շատ գեղեցիկ բան է։ Okay, that's poetic պատասխան է։ Եվ դա բերում է շատ հաճույք, գեղեցկություն, ուրախություն, երբ որ երկու մարդ փոխադարձ համաձայնությամբ օրենքները հարգելով իրար սիրում են։ Շատ հաճելի սիրուն բան է։ Так, Նիկոլը բերեց LGBT ընդունեց Հայաստանում, հիմա այս բոմժերը բողոքում են։ Նո, չէ, Նիկոլը մի երկու խոսք է ասել, որ անձնական են, էլ ոչ մի LGBT բան չի ընդունել Նիկոլը, եւ հələ Եվրոմիությունը պահանջում էր, որ LGBT թեմաներով Հայաստանը լավ օրենքներ ընդուներ, բայց նիկոլականները Եվրոմիությանը համոզեցին, որ պետք չի ժամանակը, չի հասարակությունը չի ընդունի եւ այդ LGBT բաները հանեցին այդ օրենքներից վիզայի ազատականացման կոնտեքստում, սոցիալոկ սրտի չէ, նիկոլականների մեջ չնայած կան LGBT մարդիկ, բայց իրանք վախկոտ են, իրանք սուսիկ-փուսիկ են, իրանք LGBT թեմաները մի կողմ են դնում եւ ոչ մի այդպես առաջընթաց չկա հենց LGBT թեմաներով։ Ռուս լեզվի մասին խոսացինք, այսի, հա։ Так, լավ, Ռոման Ավակյանը իր դիշովկա լեվելն է ցույց տալիս, եկեք իրան մյուտ անենք եւ մյութից հետո բլոկ, goodbye։ Ահա, ինչ, ասենք դու քեզ զրկեցիր իմ հետ շփվելու հնարավորությունից։ Գոհես։ Իդիոտիզմ։ Հարգելիներ, եկեք թափ անենք 2900 սրտիկը, եկեք հասցնենք 5000-ի գոնե ջանիկներ։ Так, էլի դրոշի թեման է, ինչ դրոշ է հետևը, LGBT դրոշ է։ Так, ուրեմն կոմենտներ։ Так, մի քիչ հայուգեների կոմենտներից մաքրենք։ Ահա, որտեղ ենք կանգնել։ Ահա, ռուսերենը, այո։ Ինչ եք ուզում գնացեք ձեր առնանդամին։ Այո, Bloodlife Romanին պատասխանել ապրես։ Ու այդ դրանք կեղտ են, իրանց նպատակը, չգիտեմ, կեղտ տարածելն է։ Հայաստանում շատերը վախենում են, որ իմանան գեյ են, բոլորն էլ մարդ են, ես տենց եմ հասկանում։ Այո, իհարկե, այո։ Բոլորն էլ մարդ են եւ Հայաստանում էլ ըստեղ էլ շատ վախեցողներ կան։ Դա փաստ է։ Так. Ուրեմն էլ չգաս։ Այո Լիլի, հիմա կլսեմ քո խորհրդին եւ էլ չեմ գա։ Էլ ձեր տուն չեմ գա Լիլի, всё։ Ինչ որ մեկը share արել live-ս, ինձ թվում է նացիոնալիստ է, չգիտեմ։ Չեմ բլոկում just in case, բայց մեկ-մեկ նացիոնալիստներն են սենց ինչ որ փախած պրոֆիլներով բացում ու իրանց նմաններին կանչում։ Կարող ես ապացուցել, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է։ Ոյ, ժողովուրդ, լավ էլի։ Մի ուրիշ լայվի ժամանակ ցենս արդեն հոգնեց, այսքան երկար լայվ չի պլանավորում։ Այդ Harry Potter-ի պահը ճիշտ ասեք, կամ է սրանք մահվան պարգևներն են։ Այո, իրանք մահվան ու տառապանքի, ես իրանց կոչում եմ սենցներին, նացիոնալիստներին, գլխակերներին, ազատագրիչներին, այսպես կոչված բաբերի հողեր ազատողներին, ես կոչում եմ մահվան ու տառապանքի դեսպաններ մեր մոլորակի վրա։ Իրանք մահվան ու տառապանքի, սադիզմի, չարության, ատելության դեսպաններ են։ Ցանկացած նացիոնալիստ, ցանկացած ազատագրիչ, ով բաբերի հող է ազատագրում ու քանդում է խաղաղությունը ժողովուրդների միջև ու բերում է արյուն գլխակերություն, կապ չունի հայ ազատագրիչ հա թե թուրք, ռուս, կապ չունի այդ ազատագրիչները, դրանք մահվան, տառապանքի, սադիզմի, գլխակերության, ատելության դեսպաններ են այս մոլորակի վրա։ Так. Իսկ քեզ չեր խլեշում այդ ռուս մտավորականը, ես չհասկացա ինչի մասին է դավը գրում։
Գերսերի մասին, այո, Դավիթիկ, իրականում չէ, ինքը ավելի շատ քեզ, ինքը խլեշող չէր, քո մակարդակի չէր, բայց քեզ կաներ, եթե աներ, ես ու ինքը նույն level-ի մարդիկ ենք, մի կարդացեք վատ կոմենտները, okay Արմեն, հիմա դու տղա ես, մերս, ես ինձ համարում եմ ոչ բինար անձ, կենսաբանորեն արական սերի եմ, ունեմ արական սերի սերական օրգաններ, լրիվ գոհ եմ, չեմ ուզում սերափոխվեմ, բայց ես ինձ չեմ տենում ոչ որպես տղամարդ, ոչ որպես կին։ Խնդիր չունեմ, եթե մարդիկ ասում են արա անգեր ախպեր, ով այդ բանիա բռատ եւ այլն, շփվում եմ իրանց հետ այդ ձևի, ես չեմ օգտագործում այդ բառերը, բայց եթե ինձ տենց են ասում, ես խնդիր չունեմ։ Բայց ես հատուկ տերմին եմ իմ համար հորինել, Metagender, meta նշվում է վերև, հա գենդերից վեր, սենց եմ ես ինձ տենում, իմ համար ազգություն, կրոն, գենդեր, դրանք մտածված ինչ-որ բաներ են գաղափարներ են, որոնց ես ինքս ինձ չեմ տենում դրանց մեջ, դու քեզ տնում ես, խնդիր չկա, ինչ ուզում ես արա, ես չգիտեմ, ինձ ասոցացնում եմ գիտակցության հետ, բանականություն, տրամաբանություն, հա մտածել, երևակայել, արարել, այդ է իմ ինքնությունների արմատը, ազգություն, կրոն, սեռական կողմնորոշում, թեկուզ, կենսաբանական սեռ, գենդեր, դրանք, չգիտեմ, շատ կարևոր չեն իմ համար, so, տղա չէ, արական սեռի, այո, եթե հայերի մտածելակերպը չեք ընդունում, ձեր կոնտենտը անգլերեն վարեք եւ վերջ, հետաքրքիր առաջարկա Խաչատրյան, կան քիչ հայեր, ովքեր, տեսեք, ընդունում են, ասում են այո, ապրեք եւ այլն, so այս իրանց համար է, բայց ընդհանուր ես հեսա քանի ամիս էս ալիքով լայվ չի արել, ընդհանուր ես ավելի շատ անգլերենին եմ հակված, էլի, որ նաեւ աուդիտորիաս մեծ լինի, մոնետիզացիան ավելի շատ լինի, yeah. Դրանց Վլադիմիր ուր գնաց, եկավ գնաց, հայերի մտածելակերպ չի, նման մարդիկ հոգեպես առողջ չեն, որ մարդիկ, էլի դրոշի հարցը, դրոշ, առողջ չեն կարդացեք, սեռական դաստիարակություն պետք է ստանալ, որը իրանք չեն ստացել ու հոգեպես շեղված են, չգիտեմ, գեյերի մասին է խոսքը, որ հա դե խաչա այս յուզերի կողքը ֆրատեսիլ, երևի գեյերին ինքը շեղված է համարում, ալելույա, փառք տիրոջը, perk, amen, ինչպես անգլերեն տառերով լատինատար ստեղի հայերն են գրում, երբևիցե, դավ, այս հարցերը, ձեր լևելի հարցերը, գոսպեցի, ինչ անեմ, չբլոկ եմ դավին, ինքը ինձ մա հետաքրքրված չես բաներով, այս ծիշովի բաները հարցնում, որ արի բլոկ ենք դավին, goodbye, տակ, ոչ մի գիտական մաս չունի ձեր ասացը, էլի սեռական կոմենտ, սրանց ֆանտազիան, դե, որ մարդը սեքս չունի, կոնե սենց ձևով այլ կոմենտներով փորձում է իրական սա իրա սեքսուալ ֆանտազիաներն է բացահայտում, okay, կարդում եմ որպես հումոր, ժողովուրդ, okay, ընդունեք որպես հումոր, հաբա ինչ օգտատերը գրել է, դու էլ ես շատ մոտ բլոկվել ունի դեպ, որ ռակում չոքում ես, բերանդ բաց, սկվազնյակ անում է, դիշովի, վայ, գոսպեցի, այսինքն ինքը տեսեք իրա մտքի մեջ ինչ պատկերներ է, ես իրա ասած պոզայով, բերանս բաց, եկն, այս մարդը չի հասկանում, որ իրա սեքսուալ ֆանտազիաներն է ինքը բանանում, կիսում մեր հետ, ինքը ինձ պատկերացնում է, այդ պոզայով, հա, ինչ-որ գործողությունը, հարգելիս, դրանք քո մասին են խոսում, քո կոմենտները, քո այս գրածները, քո մասին են, քո թաքնված սեքսուալ ֆանտազիաներն ես դու մեր հետ կիսում, հասկանում ես, քո թաքնված հոմոսեքսուալությունը կամ բիսեքսուալությունը, Господи, դու քրիստոնյա ես, չէ, ես քրիստոնյա չեմ, աշկ են դրել դրոշի վրա, ուզում են վերցնեն ձեր տնից, այո, բարև դու գեյ ես, էսի արցա,
Այո, միխունչիկ, այո, գեյեմ։ Եթե մարդը իր տեսակով մարդ է, ես հարգում եմ բոլոր։ Այո, մարդս մարդ լինի, ինչպես ասում են։ Ահա, միխունչիկ նորից նույն հարցն ես տալիս, այո, ես գեյեմ։ Так, ընդհանրեն 2900 սրտիկի վրա ենք լրված։ Կամ կարող է մեկ-մեկ խնդիր անեմ, գիտես, որ tap անում եք իմ մոտ ուշ է բերում։ Սո խնդրում եմ tap շարունակեք անել։ Միգուցե իրական, ահա, հեսա, մի քանի blood fuel-ը սկսեց, մի քանի tap տվեց։ Thank you blood fuel, դեմ եմ, որ դու սրտիկներ ես ուղարկում։ Չէ, հենա, տես նոր 3000 դարավ, փաստորեն դուք չեք լայքում։ Այ, ես իսկան խոսում եմ, կոկորտս, ձեր համար բան եմ անում։ Դուք չեք լայքում, հիմա պետք է 15000 ըլներ մեր սիրտիկներ, ընդհանրեն 3100 սիրտ, այս ինչ է։ Так, Edit King-ը գրում է, վերջը ինչ ա լնելու կոմենտացել։ Edit King, ես իմ պլաններն ա ծաղկել, դու ուշ ես երևի միացել լայվին, ես լիքը բաներ պատմեցի, ցույց տվեցի։ Իմ պլաններից խոսացի, չեմ ուզում կրկնվեմ։ Մարդ, ունես չեմ խոնչիկ, մարդ չունեմ։ Եթե գիտես գեղեցիկ բարետես արտաքինով տղամարդ, ցանկացած ազգության, ցանկացած մաշկի գույնով բաց եմ բոլորի համար։ Կարող ես առաջարկել։ Ցանկալի է 18-ից 40 տարեկանի սահմաններ, որպեսզի լայնախոհ լինի եւ բաց հարաբերությունների պատրաստ լինի, խնդրեմ։ Ահա մի խունչիկը գրեց. «Յախք, բախ ես այդ հարցը տալիս, ջանիկ»։ Արժե Իսրայելում միջազգային դպրոցում սովորել։ Կարծում եմ արժե, ինքը ցիվիլ պետություն է, իհարկե մեկ-մեկ վտանգավոր է, բայց Իսրայելը ձեռժեցա, ինչպես ասում են, էլի, արժե։ Ու այնտեղ բունկերներ կան, ապահովությունը շատ բարձր լեվելի վրա է։ Ես լուրջ եմ ասում, ես իրոք իմ կյանքի ինչ-որ մաս անպայման էլի անցկացնելու եմ Իսրայելում։ Так, կարաս գնաս Աֆղանիստան 24 ժամ challenge անես այն հետևի ֆլագով։ Չէ, դու գնա Գազա, դու գնա Աֆղանիստան, քո արժե համակարգն է Աֆղանիստանը։ Իմ արժե համակարգը ԱՄՆ-ն է, Իսրայելն է, բանն է, Արգենտինան, հա, Թայլանդը, որ գեյ ամուսնություններ ընդունեց։ Ես այնտեղ կհանգիստ կգնամ եւ իմ challenge-ները կանեմ։ Դու գնայիս Պակիստան, Աֆղանստան, Իրան, Սաուդյան Արաբիա, Գազա, քո նմանի տեղն է։ Ես գնամ ինչ անեմ, բալիկ ջան։ Գիժանտեր։ Ոստի։ Այս ինչքան fake-ա բաներ ուղարկում, որ իրանց հետ մտնեն battle-ների, ահա։ Իրանք երազում են, որ միանան, արագ քֆուր տան, ու փախնեն, չնայած մեկը պակիստանցի, իրանցի, ես ինչ էր ասես, ըլնում է։ Այսօր չեք լսում։ Հա, այսի հետ իրանցի, բայց լիքը հայուգեներ էլ էին ուղարկում, կստացի։ Так, որտեղ եք ապրում, ԱՄՆ-ում։ Ահա, աղջիկ դուրը չի գալի, սեքսուալ առումով չէ։ Իսկ այդ դեպքում բանակի հարցը ոնց է լուծում, եթե IB ծրագրով ես սովորում։ Չգիտեմ ճիշտ ասած, այդի հակներից ճշտեք ու դե չգիտեմ, ChatGPT-ին կարող է շատ ինֆորմացիա չունենա, հատկապես վերջին օրենքների բաների, я не знаю։ Հելսինկյան ասամբլեայից կարաք հարցնեք Արթուր Սաքունցի, իրանք զորակոչիկներ եւ այլն այդ հարցերով զբաղվում են, ու իմացող մարդկանցից ճշտեք, չեմ կարող ասեմ։ Так, գեյ ես, որերորդ անգամ, խնդրեմ։ Այո, գեյ եմ։ Երեխա չես ուզում ունենաս։ Կուզենամ, բայց պետքա շատ հարուստ լինեմ, մեծ տուն ունենամ, որ կարենամ իմ privacy-ն ունենամ, երբ որ երեխու լաց ու կոծը գլուխս ուտի, կարենամ գլուխս փախցնեմ միտեղ,
անպայման ու ինչ-որ մեկի հետ, չգիտեմ, միայնակ ծնող, maybe, բայց ես դաժը մտածում եմ ինչ-որ նյանյա նաև լնի, որ կարենամ աշխատեմ, քայլեմ, 24 ժամ գանված չլնեմ երեխու հետ, չգիտեմ, դա մեծ պատասխանատվություն է, մեկ-մեկ մտածում եմ, որ արժե, մեկ-մեկ ասում եմ, բայց ոչ սովորական ձևով էլի ոնց մեծամասնությունն է անում, որտեվ ահա որ դա կլինի, գիշերը զարթնել երեխու լացու կոցից, ոյ, ես է շատ զգանում եմ ծակող ձեներից, ասենք, շտապ օգնության մեքենայի ասում աշկերս, ականջներս փակում եմ, որտեվ ծակում է այդ անտեր ձենը, իմ համար էդի դժողք կլինի, դժողք, so, պետք է չգիտեմ, մի քանի սենյականոց տուն լինի, որ երեխու լացը, եթե կյանքս ուտի, ես փախնեմ մի հատ ուրիշ սենյակ, այնտեղ քնեմ, ու ինչ-որ չգիտեմ, նանյաներ լինեն, ուրիշ միգուցե զուգընկեր, ով այդ երեխուն ավելի շատ տիրություն անի այդ լացու կոցերի ժամանակ, կամ էլ որդեգրել ավելի հասուն երեխու, maybe, չգիտեմ, ինքը շատ ծախսատար և պահանջող գործ է երեխա պահել մեծացնելը, երևի տղու առաջարկը լսեց ես մի խունչիկը արդեն տեքստ է հարցնում, տեղը տա հարցնում ես բոմժը, մի հատ էլ կասես քո տիպաժը, իմ տիպաժը մի խունչիկ, բազմազան է, կարևորը չգիտեմ դեմքս դուր է գա, բայց կարա լինի նիհար, կարա լինի մի քիչ ավելորդ քաշով, կարա լինի սև, սպիտակ, գույնը, մաշկը կապ չունի, պետք է ինչ-որ 31 հոգի նայում, անդամենը 3300 սրտիկ, էս ինչա, չեմ ուզում ասեմ թաղեմ ձեզ այդ պարավների նման, բայց ջանիկներ, մի հատ այդ մաստուրբացիա ոնց է կանում, այդ մաստուրբացիանում այդ մատիկները աշխատացրեք, էլի, այս սրատեղը, այս արեք, այս անտեր էկրանի վրա, մի 10,000 սրտիկ գոնե հավաքվի, գոսպծի, օй, ահա, էլի հայուգեն է եկել, հորդ կյալեն, պրանեմ, ինչա, չգիտեմ, բայց հայուգենին ասում են goodbye, mute and block, շովկեք, սրանք չգիտեմ, թվում է, թե ես պարտավոր եմ իրանց մակարդակը հանդուրժ է, գոսպծի, տակ, վախ, Հայրիս, հորս արև, արա հայերի պատիվը խես կսում արա, վայ, ծիշով կեկը, վայ, յախ, ինչ հետաքրքիր է, իրա համար ես եմ յախք, իմ համար էլ ինքն է յախք, բայց ես օրինակ չեմ գնում սենցների լայվերի մեջ մտնում, կոմենտ գրում, վայ ինչ սզվելի եք դուք, խի են սրանք գալիս իմ լայվի տակ գրում, յախ, ֆու, գոսպեցի, goodbye, սզվելի են, ֆու, տակ, մի խունչիկը երևի զապիսանում, դե մի խունչիկին էսա կարծեմ կբլոկ ենք հա, աստված չանի դու քո պեսները երեխա ունեն, դե լիքը գեյ ընտանիքներ կա, նաև գեյ հայ ընտանիքներ, չգիտեմ որ աստծո մասին է խոսքը, Եհովա, Զև, Սարամազդ, Կտուխլու կամ Շոչիպիլի, Ացտեկյան ինկաների եւ այլն, թե ճապոնական ինչ-որ աստծո, բայց անում են, աստվածները անում են, այդ վաղտ, շովկա հավա ինչ, goodbye, շոշեք դուք երեխեք, հայուգեներով, ֆու, բլոկվում եք և բլոկվում, դուք եք կործում, դուք եք եկել չոքել իմ լայվի մեջ, ու դուք ձեզ զրկում եք ես լայվը լսելու հնարավորությունից ձեր անմակարդակությամբ իմաստը, տակ, յախք մի հատ էլ յախք, վսյո մի խունչիկ, կես, մարդու տեղ դրեցինք, հերիքա, goodbye, բլոկեցինք,
Yaxk թքեմ վրետ վայ, էլի դիշովկա հայուգենակել, ինձ թվում է ինձ live-ը share անողը, I think I'm right, էդի հայուգեներ և հայուգենական տեղերա share արել live-ը, մի հատ տեսա դրան էլ գտնեմ, դրան էլ բլոկեմ, այո, իմ հետևում LGBT flag-ը ավասպուրիկ, էլի դրոշը, այո Richie, դա LGBT դրոշը, так, լավ, ով մի քիչ հարգանքով է, բայց քննադատում հələ դրանց չեմ բլոկում, այդ աստված չանին հələ չեմ բլոկում, ծնողները համաձայն են, մի ծնողը հա, մի ծնողը կիս է, հա, ահաչում ես էլի, հա, աստծուն, այո, կներեք դուք LGBT եք, այո վասպուրիկ, ես LGBT եմ, так, հիմա ես գտնեմ են, շեյրանող են, ինձ թվում է իմ ինտուիցիան ինձ ճիշտ ասում, որ ենի հայուգեներ և իրա շեյր անելով հայուգեներ բերեց ես, ալիք, I think I'm right, I suppose so, մի հատ գտնենք շեյր արածին, դրան էլ բլոկենք, нам такое добро не нужно, Ուր է այդ հայուգենը, այսինչ երկար է տես լայվը, չի պլանավորում, share տեսա, I don't know what, հարգելի I don't know what, ես ենթադրում եմ, որ դուք հայուգեն եք, արիք ես, Mute բլոկ անեմ, թե մի հատ ստուգեմ պրոֆիլը տնոր, լավ սկրինշոտ անեմ, այվ մի հատ կմտնեմ, երևի դատարկ պրոֆիլա լինելու էլի, հալը մի հատ ես մյուսով մտնենք նայենք, let's see, ստումա դատարկ պրոֆիլը, եթե դատարկ եղավ, ենթադրեմ, որ հայուգենա, ուրեման, IDK what 11222 yes. No, private account. I think it is a Hayugen. Let's block this guy. Երեխեք 3600 զորով շարով 5000 էլ չհասցրեցիք ձեր լայքերը в общем ես հեռանում եմ այստեղից շնորհակալ եմ Վլադիմիրին եւ այն 2-3 հոգուն ովքեր նվերներ տվեցին thank you առանց որևէ սարկազմի ինձ հետաքրքիր է դուք զզվում եք աղջիկներից սեքսի մեջ հա բայց իրական ուրիշ կոնտեքստներում չէ օրինակ իմ սիրած փիլիսոփայությունը կինա հիմնադիրը այն ռենդն է հիմնադրել օբյեկտիվիզմը ես իրան հարգում եմ ես յանում եմ կամ օրինակ Հարի Փոթերի հեղինակը Ջոան Ռոլինգ ինքը հակա տրանս բաներ ունի բայց ես շատ շնորհակալ եմ իրան որ ինքը Հարի Փոթերի տիեզերքն է ստեղծել հիասքանչ գեղեցիկ բան է so կամ Իսրայելի վարչապետերից մեկը Գոլդա Մեիր շատ խելացի տոտա էր, հա, ու Իսրայելում Իսրայելյան պետություններից է, որ առաջին կին առաջնորդներից է ունեցել մոլորակի վրա։ Beautiful։ Կամ ես սիրում եմ իմ մամային օրինակի համար, էլի, so չէ, այդպես զզվել, որ դու աղջիկ ես, չէ, բայց սեքսի մեջ, հա, օրինակ ասենք, դաժե հեշտոցը սեռական օրգան է, ինձ համար դա հաճա որը ֆիզիոլոգիական ինչ-որ բան է, էլի, ոչ թե մտավոր ես չեմ ուզում այդ օրգանին ձեռ տամ կամ նայեմ եւ այլն ոնց որ շատ մի քիչ կարող է հիմար ինչ որ բան հնչի որպես բայց չգիտեմ զուտ վիզուալ առումով հեշտոցը ոնց որ վեր կլինի իմ համար այսինքն բացված է հա բացված կամարմնի վրա ոնց որ ինչ որ տրավմայի հետևանքը լինի ոնց որ ճղած լինի իհարկե ես հասկանում եմ որ բոլորս էլ հեշտոցից ենք դուրս եկել եւ շնորհակալություն մեր մամաներին եւ
մեր կենսաբանությունը տենց հական արական սեր, իքական սեր այդ ամեն ինչը ես ինտելեկտով հասկանում եմ, ընդունում եմ եւ խնդիր չունեմ կենսաբանական սերերի կամ կանանց հետ, հա։ Բայց զուտ նեղ sense սեքսուալ իմաստով ինքը այդտեղ ինչ որ տհաճություն կա իմ համար, yeah։ Մենակ այդ կոնտեքստում էլի։ Այ, ինչ ասել է Այուգեն, ռուսատառերով գրվում է Լավրենտիևնա, ազգանուն է, Matriona, цветочек, Հայուգենը դա տերմինա, որը մենք կիրառում ենք ագրեսիվ, տգետ, չար, ատելությամբ լի, անգրագետ մարդկանց համար, ովքեր որ իրանց համարում են վեհագույնը, հնագույնը, սրբագույնը, իրանց կրոնի կամ իրանց ազգության պատճառով, որոնք հիմարություններ են տարածում, թե հայերը հնագույն ազգն են, բլա բլա բլա, այդպես մարդկանց տգետ ագրեսիվ կոչում են հայուգեն, ծիծաղալու համար։ Ազգերը չունեն գեներ, չկա հայկական գեն, ֆրանսիական գեն, դա հիմարություն է։ Եվ այդպես տգետներ կան, որ ասում են հայուգենը, հայերը հատուկ գեներ ունեն, դա հակագիտական ձյոշ ինչ-որ բան է, եւ հայուգեն տերմինը հորինել են նացիոնալիստները, բայց ոչ նացիոնալիստները այդ տերմինը վեկալում են ու ձեռ են առնում այդ իրանց հորինած տերմինով, որտեղ ազգերը գեներ չունեն, you know։ Դա էտա հայուգենը, տգետ ագրեսիվ հիմար մարդիկ։ Ձեր ժառանգորդին ոնց եք պատկերացնում։ Չգիտեմ Վասպուրիկ ինչի նկատի ունես, այսինքն երեխա ոնց եմ ունենալու, թե ինչ ձևի ալինելու իմ երեխան։ I don't know։ Ինչ կասես Eurovision-ի մասին, ես ֆան չեմ Eurovision-ի, չգիտեմ 15 տարի երևի չեմ նայում։ Չգիտեմ իմը չի լավ է, որ թազա երգեր են երգում, միջազգային մրցույթ է եւ այլն, բայց it's not my thing, էլի։ Ոնց է երեխա ունենալու։ Դե Վասպուրիկ ինձ թվում է բժշկության շնորհիվ, միգուցե սպերմատոզոիդը ինձնից վեկալեն, իմ ասենք զուգընկերոջից վեկալեն, ու դրանով արհեստական բեղմնավորում լինի, ինչ որ կնոջ ու այդ կինը երեխա ունենա։ Ոնց որ Ալլա Պուգաչովայի, Մաքսիմ Գալկինի նման մոտավոր, չնայած դե Պուգաչովայի բանն են վեկալել, ոնց որ ձևաբջիջը, այդտենց երևի էլի։ Ամեն դեպքում իմ համար շատ կարևոր է լիքը աշխատել, որ իմ բոլոր նպատակներին հասնեմ, ներառյալ չգիտեմ երեխա, ընտանիք, այդպես ինչ-որ բաներ, եթե ուզենամ, ու եթե գնամ այդ ճանապարհով։ Այսօր մանկական Eurovision-ը։ Okay. Alright folks, շնորհակալություն Ավետ Ամերյանին լայքելու համար։ Ոյ, վերջապես 4600 սրտիկի հասավ, Господи։ Երեխեք, հիմա ես պետք է նստած լնեի, ասենք մի, չգիտեմ, գոնե 18000, եթե չասեմ 36000 սրտիկների վրա, երեխեք։ Թափ, նոր 4700 սրտիկը, Господи։ Ես այսքան խոսամ, հայուգեների լեզվով ասած այսքան ворտամ։ Այս էկրանի դեմը դուք ալարեք, սենց անեք, կարելի է երկու մատով էլ անել, գիտեք, այս սենց կտ։ Anyway, հող, ես ինչ բոլորի համար ովքեր նոր են միացել, նորից եմ ասում, այս TikTok-յան բանով ես շատ քիչ եմ լայվելում, հիմա նորից եմ գրում, follow արեք, այս իմ գրած TikTok-յան edge-ին, okay, որտեղ ընդեղ ավելի հաճախ եմ, չնայած նե անգլերեն եմ անում, new.com, հիմա տենամ այս լայվից հետո ինչքան եմ գումար աշխատել նվերներով, որտև սրտիկները շատ քիչ են ցավոք, տենամ ինձ կմոտիվացնի, էլի լայվ անեմ։ Ես կապիտալիստ մարդ եմ, պետք է հաղթող լինի հարկելիներս։ So, see you next time. Bye bye.